Հարգելի բարեկամներ, ողջունում եմ Ազատարաբլոգն է, Հովհաննիսյան Արմենը եւ Կարեն Սարգսյանը փորձելու են այսպես զրույցի մեջ բացահայտել թե ինչ հետաքրքիր բաներ են կատարվում անցուդարձը եւ փորձել նաեւ որոշակի այսպես կռահումներ անել թե ինչ կարող է լինել իհարկե այդ բոլոր կռահումները պայմանական են դուք պիտի հասկանաք որ ոչ մեկս բան չի, Նոստրադամուս չի, Փարքաստո եւ Փարքաստո Նոստրադամուսներ չկան, բայց բնականաբար վերլուծության գոնը մեկ քայլ առաջ հնարավոր տարբերակները դիտարկելու 1-2 քայլ առաջ դա շատ կարեւոր է վերլուծության համար, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն որ բաժանորդագրում եք կիսվում եք եւ լայք եք դնում, արդեն ասացի որ 19000 անցել ենք, մեր այո, անցանք այս ամիս, իհարկե դանդաղել է աճը, բայց սա շատ որակյալ աուդիտորիա ունենք, ես անցյալ անգամ ասեցի եւ կրկնում եմ, որովհետեւ այս աճը օրգանական է եւ միանում են ճաշնակ մեծամասնությամբ մարդիկ, որոնք հետաքրքրված են թե թեմայի մեջ, թե թեման մատուցելու ոճը ողջունում են։ Շնորհակալություն աջակցության համար, խնդրում եմ շարունակել աջակցություն։ Մինչ մենք սկսենք Կարենի հետ քննարկել ինչ է կատարվում, բնականաբար մեր ելույթներին, հարցազրույցներին, այս բլոգում, բլոգից դուրս կարևոր չի, լինում են նաև որոշակի մեկնաբանություններ, կարծիքներ եւ մի մեկնաբանություն այսպես ականջովս ընկավ, որը ես կուզեի բացատրություն տալ, որովհետեւ երբ որ մարդիկ մեծ քանակությամբ մարդիկ կամ մեկ հոգուց ավել ինչ որ մի բան այնպես չեն ընկալում, ինչպես դու փորձել ես ներկայացնել, ուրեմն դա քո խնդիրն է, քո ներկայացման խնդիրն է, ես մեղքի վրա վերցնում եմ եւ փորձեմ բացատրել թե ինչ նկատի ունեք։ Ոչ արդարանալ, որտեղ արդարացման դուք հիմա կտեսնեք որևէ հարց չկա այստեղ։ Ուրեմն ես ֆակտորում հարցազրույցում եմ ասել, ինչալս դրանից առաջ վաղուց արդեն, էլի ինչ որ հարցազրույցներում դա նշել եմ եւ նաեւ մեր բլոգում, որ Քոչարյանի նկատմամբ անձնական Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը, որևէ անձնական ճշնամանք չունեմ։ Խոսքը անձամբ իմ մասին է։ Ես Կարենի անունից չեմ խոսում։ Ես խոսում եմ, դու դա իմ խոսքերն են, ես եմ պատասխան տալիս դրա համար։ Եվ սա անցալվել է, որ ես մի տեսակ իրեն առավելություն եմ տալիս այդ փառայեղ քարյակից առանձնացնում եմ ինչ որ կերպ, ոչ։ Այստեղ կա ուրիշ ներկություն։ Կա մարդու զգացմունքային դաշտը շատ կարևոր է։ Օրինակ, երբ որ ես խոսում Լևոն Տեր-Պետրոսյանից, խոսում եմ Սերժ Սարգսյանից, առավել ևս խոսում եմ Նիկոլ Փաշինյանից, ոնց ասում եմ, թարմ վերքերը ամենացավոքն են։ Բնականաբար, ես շատ մեծ ջանք եմ գործադրում ինքսին վրա, որպեսզի էմոցիոնալ են հիմքը, որ կա այդ մարդկանց իմ վերաբերմունքի, որքան կարող եմ իմ վիճակի եմ ճնշած պահել, որպեսզի կարողանամ օբյեկտիվ գնահատականներ տալ եւ որոշակի կանոններ օբյեկտիվության չխախտել։ Քոչարյանի դեպքում, քանի որ ես նորից կրկնում եմ, այնպես է ստացվել իմ կյանքում, որ ես իրոք մի տարի հազիվ ապրած լինեմ, իր կառավարման օրոք, չեմ հասցրել այդ էմոցիաները կուտակել։ Դրա համար իր դեպքում իմ գնահատականները առավել օբյեկտիվ են եւ ես ջանք չեմ գործադրում այդ օբյեկտիվությունը ցուցաբերելու վրա։ Ես ասեմ, այն ինչ որ մտածում եմ։ Հիմա հարց է ցակում ինչ եմ մտածում։ Իհարկե իմ ողջ մերժմամբ այդ քարյակի պետք է օբյեկտիվորեն շատ հանգիստ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է, լիդերն է, այդ քաղաքական դաշտի, այն մասին, որը առավել պրոռուսական է, առավել հակաինքնաշխանական է եւ առավել հակաժողովրդավարական է։ Ժողովրդավարության ոչ թե քաղաքական միայն իմաստով, այսինքն ընտրություններ եւ այլն, որը իրենց համար նույնպես մերժելի է, այլ ժողովրդավարության նաեւ սոցիալական իմաստով։
հիերարխիկ փակ կաստայական հասարակության կողմնակիցներն են որպես կանոն աջակցում Ռոբերտ Քոչարյանի, որտեղ ինքը դրա սիմվոլն է եւ դրա կողմնակիցն է։ Ինչ կնշանակեր Հայաստան ըստ Ռոբերտ Քոչարյանի։ Գաղութ, չակ հասարակություն, ժողովրդավարական ազատությունների վերացում, չհամատեք Ռոբերտ Քոչարյանի նախորդ կառավարմանը։ Ռոբերտ Քոչարյանի նախորդ կառավարումը շատ ավելի ժողովրդավարական տարրեր է պարունակում, քան կարող է լինել, եթե նա հիմա գա իշխանության։ Որովհետև դա կլասիկա է, ինչպես ասել են ֆրանսիացի հակահեղափոխականների մասին, իրենք ոչինչ չեն մոռացել, բայց ոչինչ չեն սովորել։ Այսինքն միակ բանը, որ իրենք գիտեն, որ բոլորին պետք է բռի մեջ պահել, որպեսզի հանկարծ էլ իշխանափոխություն չլինի, սա մեկ։ Երկրորդը, եթե նա իր մոտ ստացվեր տանել մեզ դեպի Ռուսաստան, այսօրվա Ռուսաստանը համատած այն ժամանակվա Ռուսաստանի բացահայտ ֆաշիստական պետություն է, ուրեմն Հայաստանն էլ չի կարող նույնիսկ իր ժամանակվա Հայաստանի նման լինել, դա լինել է ուրիշ Հայաստան, կարող էր լինել, իհարկե, մենք դեպս եք խոսում, ոնց որ վաղը գալու է իշխանության, մենք էլ բանենք։ Երկրորդը, եւ կաստայական դա նշանակում է, որ մի խավ մերձավորները, օլիգարխիան, ոնց ուզում եք անունը դրեք, մի քանի տասնյակ ընտանիք դառնում են երկրի բաժնետերերը, իսկ մնացածը ստորոտում են ապրում, ստորին շերտում հասարակության։ Այսինքն դա ազատ բաց հասարակություն չի։ Դա փակ հիերարխիկ հասարակություն է։ Ես մարդիկ եմ ճանաչում, որ գտնում որ դա ճիշտ է։ Որ ասում են ուղիղ ցիտատներ եմ ասում, չեմ ասի ով են, բայց ուղիղ մեջբերումներ եմ անում։ Որ ստրկատիրությունն էլ է ճիշտ եղել, ճորտատիրությունն էլ է ճիշտ եղել, որ ոմանք ծնվել են տիրելու համար, ոմանք ծնվել են տիրվելու համար, չգիտեմ, հայերենում նոր բայեր են գնարը։ Ես այդ կարծիքին չեմ, իմ կարծիքով ամբողջ իմ գործունեությունը դրա մասին է, որ դա չպետք է լինի երբեք։ Այնպես որ երբ որ ես էլի գուցե ինչ որ միտեղ հանկարծ էլի նշեմ, որ որևէ էմոցիոնալ ֆոն չունեմ անձնական այդ մարդու հետ կապված, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ դա նշանակում է, որ այդ մարդու գործունեությունը եւ իր կողմնակիցների քաղաքական գործունեությունը որևէ կերպ կարող է մոտ աջակցություն եւ համակրանք առաջացնել։ Անչափ բրցամ։ Ավելացնեմ մի փիք կփորձեմ էմոցիոնալ ֆոնային կոմպայեմ, այստեղ կարող եք սովորել ենք խոսացել, տենց չստեղծվել, դա պարուսն ես չարձագանքեցի իմ բանը։ Ինձ համար ցանկացած մարդ, ով Հայաստանում գնում է իշխանության Ռուսաստանի դրոշով, ինքը սրիկայա ու տականք, էմոցիոնալ իմ կողմից ավելացնում։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը իմ տեսանկյունից կարող է քրեական օրենսգրքով չկարողանան ապացուցեն, բայց ապացուցված տականքա ու սրիկա, որովհետև ինքը մինչև հիմա տանում է պրոռուսական գիծ։ Ցանկացած մարդ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ձեռքը, ով տանում է, եւ նույնիսկ առանց անձնագրի կարող ուրիշ երկրի քաղաքացի, բայց կանգնում է Հայաստանում տիկնա Ռուսաստանին։ Իմ համար այդ մարդը տականքա ու սրիկա ավելին արժանի չի։ Այնց չի որ տենամ պետք է ապտակեմ գցեմ ոտերից տակ, մեծ հաշվով կարող անտեսեմ, բայց էմոցիոնալ բովանդակությունը սրա դա է։ Ես ուղղակի sense որպեսի այդ կետերը դնենք, որ ստեղծվի որ ասենք մարդիկ մտածում են էմոցիոնալ չէ։ Դրա վրա որտեվ ասելիք այնքան կա, ասեցինք գործի, ասեցինք մեր գործը, լսեցինք։ Ու ես ասում եմ, երբ որ ես տեսնում եմ, որ մարդիկ մենք ինչ որ բան ենք ասում, իսկապես շատ անկեղծ լավ մարդիկ մեզ ինչ որ սխալ են հասկանում, նորմալ է բարձրաբանել իրենց համար, որտեղ սա դիտավորություն չի եւ այլն, այդ հասկանում ես քաղաքական խաղեր չեն, մարդիկ սխալ են ընկալել, բացատրեցինք, անցանք առաջ։ Ուրեմն իհարկե շատ կարեւոր է Ռուսից կանգնել։ Եվրոպա, Ամերիկայի Միացյալ, Եվրոպա, Կանադա, Միացյալ Նահանգներ առևտրային եւ քաղաքական փաստորեն սրացումը եւ ակամարտությունը իմիջիալոց պարոն Տրամպի վերջի բանը լսել ես ես որ մեկը ես տենց շուտ ասել եմ բայց չգիտեմ որի հետ ես դու ինձ թվում է Հովիկ Աղազարյանի մի
2-3 միլիարդ դոլար փող տաս ու դնես Հայաստանի ղեկավար, մոտավորապես նույն էֆեկտը կստանաս։ Ուրեմն ասել է, որ մենք մեր դաշնակի, բացի այդ, ինքը կարա դրա մասին մտածի, իրանք այդ գաղտնի անվտանգության խորհրդում դա կարան քննարկեն, դա նորմալ է։ Բայց ինքը ասել է, որ մենք մեր դաշնակիցներին տալու ենք մի տեսակ, ոնց որ բան ասեմ, աղճատված զինտեխնիկա, որտեղ այսօր դաշնակիցը վաղը չէ։ Եվ դա ասել է հրապարակային։ Դստեղ ուղղակի ասեմ թեման որն է, որտեղ Պորտուգալիան եւ Կանադան որոշել են F-35-ից հրաժարվել։ Ու հիմա խնդիրն է, որ Բելգիան կրակն անգե, Նորվեգիան, Ֆինլանդիան հետը, հələ մի հատ էլ Լեհաստանը, որտեղ իրանք սա F-35 են պատվիրել, բայց հիմա գնալով հասկանում, որ կարող է մի օր այդ մեջի kill switch, այսինքն տումբլերը անջատեն, ու դու փաստորեն 130 միլիոնով հատ։ Ո՞ր մասնամեջը պակաս կարող է մի թևանի ենց ախելու, ասեք, երկու թևանի մի թևանի F-35 մի հակը պակաս տակը, ասեք, որ մասնապակասը։ Ինձ, в общем, հա, դրա մասին։ Մարդը ասում է, մտածում է, այդ պահին մտածում է, ասում է, ոչ մի բան չի թաքցնում։ Անկեղծ մարդը ինձ դուր եկավ, որ Մասկը, որը ջահանդամ, որ ընտրված հաստատված չի, ջահանդամ, որ պաշտոն չունի, պահանջել է, որ բան անեն, Իրան Պենտագոնում բրիֆինգ անեն, թե ինչպես ԱՄՆ-ն հակադարձելու Չինաստանի հնարավոր հարվածին։ Այդ բրիֆինգի ընթացքում Իրան, որտեղ Պենտագոնն է, պետք է բացահայտեին բոլոր գաղտնի բազաները, բաները, ոչ մի բացի միջուկային զենքի կոդերից սաղ կա այդտեղ։ 26 ժամանց պրեզենտացիա, առավոտը, որ New York Times-ը իմացել է, անենց շուխուր բարձրացել, որ Թրամփը ստիպված է եղել ասել, չէ, ինչ եք ասում, այդ բրիֆինգը չի, Էսի բայց մեկը գնացել է Պենտագոն, ինչ-որ ֆոյեում նստել են ընդեղ, վեստիբյուլում խոսացել են այդ բանի հետ, են ալկոհոլիկի հետ, որը հիմա Պենտագոնի ղեկավարն է ու հետաֆռացը եկել է, բայց փաստորեն, եթե այդ շուխուրը չբարձրանա, ինքը տեսնելու է։ Արի չի կարելի մարդկանց պատաբանել։ Նախկին ալկոհոլիկը եւ նախկին թմրամոտը, իրենք երկուսն են նախկին են։ Բաբա, որովհետև դեմոկրատական մամուլը գրում է, որ մարդիկ չի կարելի մի վատաբանի, ուրեմն նախկին ալկոհոլիկը եւ նախկին թմրամոլը հանդիպել են ֆոյում խոսել են։ Կտրում եմ օբյեկտիվությունը պայ։ Լավ, ոնց է։ Իսկ կներեք, կարելի է Տրամպին ասել, որ ինքը այն Վայնշտայնի հետ նախկինում տկլոր բան անչափահաս աղջիկների է ձեռ տվել։ Նախկինում։ Չի կարելի, չի կարելի։ Լավ։ Որտեղ կպարզի, որ ինքը դրանց էլ է բուժվել։ Ուրեմն կոր չունես։ Ես մտնում այդպեսի ոչ քաղաքական մանրամասն։ Հիմա այսպեսի մի կարևոր բան։ Եվրոպայի դիմադրության ալիքը չի ընկնում, բարձրանում է։ Կոպիտ ասած, փոխադարձ այդ վերբալ եւ տարիֆային պայքարում Եվրոպան անդադ բարձրացնում է խաղադրույքը։ Խաղադրույքը բարձրացնում է նաև Կանադա։ Կարնին, որը արդեն պաշտոնապես լիբերալ կուսակցության ղեկավարն է եւ վարչապետը։ Այսինքն սկզբից լիբերալ կուսակցության ղեկավարը, հետո դարձավ վարչապետ, դե խորհրդանական երկիր է։ Բայց քանի որ ամենաուշը աշնանը լինելու են ընտրություններ, ապա ժողովուրդը հավանություն կտա Կարնին կամ չի տա, ասենք, դե կա երկու տեխնացու, Կարնին եւ Պոլիվիևը, պահպանողական կուսակցության ղեկավար։ Այդ երկուսը ըստ որում այնտեղ իրենք շատ դեռ Կարնին դեռ վարչապետ չէր, Պոլիևը անդադ ոսկորները ողողբար էր անում։ Այսինքն իրենք հայտնի իրար հետ խնդիրներ ունեցող ազդեցություն են, դա օգուտ կանադացի ժողովրդի ավելի հետաքրքիր ընտրություններ կանցնի։ Եվ Կանադայի ընտրություններից, քանի որ անցնելու եմ հիմա մի հարցի, ասեմ, որ կա մեծ տարբերություն քաղաքական համակարգի եւ ամերիկյան եւ կանադական։ Իհարկե բազում հիմա իրավաբանները, միջազգային սահմանադրական իրավունքի եւ միջազգային agentները, ամերիկագետները կասեն, որ դրանք շատ են։ Բայց ես հիմա խոսել եմ մի տարբերության մասին։ Կանադա մի երկիր է, որտեղ էժան ընտրություններ են։ Այսինքն ընտրությունների ծախսերը այնքան սահմանափակված են, որ ընդհանուր առմամբ ես կարծում եմ Կանադայի ֆեդերալ ընտրությունների
ընդհանուր համընդհանուր բյուջեն, այսինքն բոլոր կուսակցությունների եւ բոլոր տեխնացուների կարող է, ասենք, Նյու Յորքի կամ Տեխասի ընտրություններից ավելի էժան։ Իսկ Տեխասի դեպքում դե բնակչություններ համարյա նույնն է, ես ավելի փոքր նահանգներ ասեմ, Նյու Յորք օրինակի համար, հա, Նյու Ջերսի, չգիտեմ, որտեղ համարյա նույնքան մարդ ապրեն, մի քիչ, Տեխասում, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ օբյեկտիվ ֆունկցիոնալության պետության, օբյեկտիվ ֆունկցիոնալության համար շատ կարևոր է, որպեսզի փող ունեցողները շարունակեն հարստանալ, փող ունենալ, ամեն ինչ անել, փորձել ազդել հասարակության վրա եւ լավ եւ վատ իմաստով եւ այլն, բայց իրենք չպետք է գնեն պետություն։ Պետությունը չպետք է ջեբը դնեն։ Ինչ հիմա ուզում են անել, այսպես կոչված օլիգարխիա։ Հիմա վերադառնում են Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում միջանոց ասեմ, որ թանկ ընտրությունները դա օլիգարխիայի եւ իշխող դասի գիտակցված քայլն է, դա պատահական չի ստացվել, իրենք մտածում են, որ քանի որ շատ ժողովրդավարական երկիր է Միացյալ Նահանգները, կարող է 35 տարեկան գործազուրկ Օհայո նահանգից հանկարծ մտնել հերոստատուսի մեջ, ասենք գրանցվել որպես տեխնացու, ուզածուց մեկ-մեկ ցույց տա, ու ինչպեսի բաներ ասել, որ մարդիկ գան իրան քվեարկեն, բայց հետո պետությունը դա տակից ոնց է դուրս գալու, դա բան է։ Իրենք մտածում են, որ այդ թանկ ընտրությունները դա պատնեշ է, որ պատահական մարդիկ, լյովին պատահական, չհայտնվեն քաղաքական դաշտում։ Բայց որն է զավեշտը, որ լյովին պատահական մարդիկ կարող է աղքատել չլինեն։ Լյովին պատահական մարդը կարող է նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը լինել։ Եվ այսօր մի հանճարեղ բանի տեքստի հանդիպեցի, որ ասում է միակ էմիգրանտը, որը բազում աշխատատեղեր է խլում Ամերիկայում, մեկն է, դա հարավաֆրիկացի եւ կանադացի Իլոն Մասկն է, որը օտար երկրացի է, էմիգրանտ է։ Ոնց կանադացի Արմեն։ Մայրը կանադացի է, ինքը Կանադայի քաղաքացիության իրավունք ունի։ Ունի, բայց ինքը ապարտեիդում է ծնվել մեծացել, հետո ընդերից ապօրինի եկել Ամերիկա։ Մայրը ունեցել է կանադական անձնագիր։ Ինչ չի թվում, որ հիմա Կանադան իրան կտա քաղաքացիություն, գիտես։ Ինքը կլինի առաջին մարդը։ Կանադայում բաներ են հավաքվում, ստորագրություններ, որպեսզի ինքը չստանա քաղաքացիություն, կամ եթե քաղաքացի է զրկվի։ Հիմա դա կլինի։ Եթե Կանադան ժողովրդավարական երկիր չլիներ, մորն է կզրկվի։ Թանկ ընտրությունների մասին ինչ է անում ընկեր Մասկը։ Եվ դա ոնց որ պատկասեք Իվանիշվիլին բազմապատկես 1000-ով իր հնարավորություններով, ասենք 1000-ով բազմապատկես։ Բոլոր հանրապետական տեխնացուները, բոլոր, որոնք պատրաստ են ընդդիմանալ Տրամփին, այս կամ այն հարցում, չեմ ասում բոլոր հարցերում, մի հարցում, օրինակ Դոչի գործունեություն, օրինակ Ուկրաինայի հարցում, օրինակ կա չէ ինչ-որ, օրինակ կադրային քաղաքականության հարցում, իրենք զգուշացում են ստանում, որ մոտակա ընտրություններում, իսկ Ամերիկայում ընտրությունները նախորդում է կամ պրայմերիսներ, կամ կոկեսներ, այսինքն կա նախնական փուլ ընտրությունների։ Նախնական փուլում կոպիտ բռի ասում է, որ Մասկը մինչև $50 միլիոն խոսքը գնում ընդհանրապես մի կոնգրեսմենի տեղի համար կամ սենատորի։ Այսինքն կոնգրեսմենները որպեսզի հասկանան 435 հոգի է, ընդհանրապես մի տեղի համար։ Մինչև $50 միլիոն ծախսել իր տրամպական հակառակորդի վրա, որպեսզի այդ մարդը նույնիսկ չհասնի ընտրությունների վերջնակ։ Այսինքն արդեն նախնական փուլում դուրս մնա։ Որտեվ 50 միլիոնը նախընտրության համար, այդ փուլի համար, դա ահռելի գումար է։ Սա մեկ։ Դե ինչպես է համակարգը, այդ ինչի ես Կանադայի օրինակը բերեցի, աշխատում արդեն ժողովրդավարության դեմ։ Հիմա որն է հետաքրքիր բան է կատարվում Վիսկոնսին նահանգում, Վիսկոնսինը դա Ամերիկայի հյուսիսն է, ինքը համարվում է swinging state եւ այդտեղ ոնց որ հանրապետականները, դեմոկրատները համարյա ուժերը հավասար են, այս ընտրություններին Վիսկոնսինը Տրամփին է տվել, եթե չեմ սխալվում, չէ, Տրամփին տվեց, հա։ Բայց ինքը հետաքրքիր քաղաք է, եթե դուք նայեք տարածքային առումով
կապույտ գույնով դեմոկրատական պոպուլարության տարածքներն ներկում կարմիր գույնով հանրապետական կուսակցության, ապա կտեսնեք, որ տարածքի մեծ մասը կարմիր է։ Ինչի՞։ Որովհետև քաղաքները Միլվոքի, Մեդիսոն քվեարկում են հիմնականում դեմոկրատների օգտին, իսկ գավառը, նահանգի մեջի գավառը, այսինքն փոքր քաղաքները, գյուղերը, ֆերմերները հիմնականում քվեարկում են հանրապետականներին։ Բայց քանի որ քաղաքներում շատ մարդ է ապրում, դրանք մոտավորապես հավասարվող թվեր։ Եվ հիմա Վիսկոնսին նահանգում Տրամպը 1%-ով է գերազանցել Կամալային այս անգամ։ 1%։ Ուրեմն Վիսկոնսին նահանգում խաբու տեղ է, այնտեղ Գերագույն դատարանի դատավորը տրվում է 10 տարով։ 10 տարի հետո պետք է ընտրություններ լինեն։ Մի թափու տեղ Գերագույն դատարանի անդամի նահանգի ԱՄՆ Գերագույն դատարանի չէ, ֆեդերալ չէ։ Վիսկոնսին նահանգի։ Թվում է թե տեղական գործ է, ինչի ենք այդքան խոսում։ Մի տեղ ընդամենը ազատ է, ժողովուրդն է ընտրում, այսինքն քաղաքացիներն են ընտրում այդտեղ, բաներին Գերագույն դատարանի անդամին։ Իհարկե կա ցենզ, կրթական, իրավաբանական կրթություն, փորձառություն, բարձր է, ամեն մեկը չի կարող դատարանի անդամ դառնալ, բայց ընտրում է ժողովուրդը։ Ֆորմալ առումով անկուսակցական ընտրություններ է Վիսկոնսինում Գերագույն դատարանի։ Այսինքն ինքը իրավունք չունի հանդես գա որպես հանրապետական կամ որպես դեմոկրատ, բայց բոլորը գիտեն, որ սա լիբերալ է, այսինքն դեմոկրատ է, մոտ է դեմոկրատներին, իսկ սա հանրապետական է, մոտ է կոնսերվատոր։ Էնկինը, որը գնում է, ինքը լիբերալ է եղել։ Եվ դրա հաշվին մի ձայնով Վիսկոնսինի Գերագույն դատարանում իրենք ունեցել են մեծ ամբաստություն։ Լիբերալները, այսինքն դեմոկրատական կուսակցությունը մի ձայնով։ Հիմա խոսքը գնում է, որ եթե հանցնի հանրապետականը, ինչ է լինելու, Գերագույն դատարանը դառնալու է պրոտրամպական, պրոկոմպահանրապետական եւ այդ մի տեղի համար արդեն ծախսվել է, շատ երկարացրի, $57 միլիոն։ Այսպես Ինչ 57 միլիոն $։ Ըստ որում Տրամպը անձամբ գործի մեջ է եւ բրոլիգարխիան էլ Մասկի ղեկավարությամբ անձամբ ֆինանսավորվում է այդ նախընտրական կամպանիան։ Հարց է ծագում ինչու։ Եվ այստեղ կա մի քանի բացատ, որպեսզի հասկանալ ինչ եմ ես ասում, որ երբ որ մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգներում հիմա պայքար է գնում իշխանության զավթման եւ դրա դեմ առնելու, ինչպես է դա կատարվում։ Ուրեմն Գերագույն դատարանը Վիսկոնսինի բոլոր նախընտրական հարցերում, երբ որ հանկարծ մի քանի 100 ձանի տարբերություն է կամ 1% կամ 0.5% կամ կասկածելի է, որոշում ընդունելու ով հաշվարկները ճիշտ են սխալ են, Գերագույն դատարանը, սա մեկ։ Տրամպի որոշումները կատարել չկատարելու հարցը, որը գիտեք, Մասաչուսեթսը, Իլինոյսը, Կալիֆոռնիա, Օրիգոն, Վաշինգտոն եւ այլն արդեն հակադրվում են, չէ՞։ Իսկ ով է վերջնական որոշում ընդունելու նահանգի մակարդակով Գերագույն դատարանը։ Այսինքն իրենք մի ամբողջ նահանգ են վերցնում։ Հիմա այլ խնդիր։ Ինչ բան է արվեստի ուժը։ Ես Facebook-ում գրել էի, որ հիացած եմ մինչև վերջ նայեցի 4 սեզոն Succession ժառանգորդները այդպես են թարգմանել ամերիկյան սերիալից, որը ցույց է տալիս տնտեսական այսպես ամենաբարձր խավի եւ քաղաքականության վրա ազդեցության բան բարքերը, ինչպես նաև անձնական հոյակապ արվեստի գործ։ Եվ այնտեղ գիտես ինչ սյուժե կա մի սերիայում։ Ուրեմն, քանի որ Միլոկին մենք գիտենք լիբերալ է, իսկ Միլոկից դուրս որքան հեռանում է քաղաքից, այնքան պահպանողականները շատանում են։ Ուրեմն ընտրություններ են ըստ ֆիլմի։ Տեխնացուներից մեկը ծայրահեղ աճ, համարյա ֆաշիստական հայացքներ ունի, իրեն այդպես էլ ասում են, որ նա նացիստ է, ֆաշիստ է եւ այլն։ Եվ հանկարծ հաշվելու օրը մեծ հավանականությամբ այդ ֆաշիստական ղեկավարի ֆիլմն է պատմում։ Կողմնակիցները այրում են ընտրական հանձնաժողովը, տարած շենքը։ Եվ հազարավոր, տասնյակ հազարավոր, թե ինչ կան, մինչև 100,000, եթե չեմ սխալվում, բյուլետեն են այրում։ Եվ քանի որ Միլոկից դուրս
պահպանողականներ, հանրապետականներ ունեն առավելություն, այնտեղ հիմա կռիվ է գնում, արդյոք Գերագույն դատարանը կպահանջի նոր ընտրություններ անցկացնել, իսկ քանի որ Վիսկոնսինի սահմանադրությունում այդպեսի չկա նորմ եւ օրենքներում, դա լինելու է պրեցեդենտային որոշում։ Այսինքն Գերագույն դատարանը զրոյից օրենք է ստեղծում, ինքի իրավունք ունի։ Զրոյից ստեղծելու է օրենք, որը պրակտիկա, ունենալու է պրակտիկա։ Ունիկալ է, որ հենց խոսում է Վիսկոնսին նահանգի մասին։ Երևի նայել եմ փոքր մի բան, փոքր մի նահանգ է, swing է, ու փոքր է, հանգիստ կարան անեն, չէ՞ որ։ Ես բանի պրոդյուսերի կամ ռեժիսոր տեսանք ինձ մաս։ Ես չեմ սա բարբարություն է, սա հաշվարկած է, ես համոզված եմ կոնսուլտանտների կողմից, եւ swing-ը, եւ Milwaukee, ոչ Milwaukee ընտրողների գաղափարական տարբերությունները որ շատ նայած այդ սերիան երբ է նկարվել, որտեվ ես նոր նետ էի նայում 2 տարի առաջ 2 տարի առաջ Բայդենը ընդեղ էլի բանով է հաղթել սենց որտեվ Վիսկոնսինում եղել է խնդիր շուտ քվեարկողների հետ նոր էին 1.27%-ով հաղթել 57 միլիոն դոլար ժողովուրդ նահանգային մակարդակի Գերագույն դատարանի մեկ թափուր տեղի համար նահանգապետ էլ չի է ոչ Գերագույն դատարանի կազմը չի մի հոգու համար այսինքն Բրոնիգարխյան ասում է որ մենք կողողենք փողով ընտրական process-ը ընտրությունները ոչ թե թանկ կլինեն այլ գերթանկ անհասանելի այն մարդկանց համար ում հետ մենք համամիտ չենք իրենք պարզապես չեն կարողանա մրցել Գիտե իհարկե չգիտեմ ինչ է լինելու բայց ըստ հարցումների ոնց որ թե դեմոկրատը հաղթում է իջալած բայց չգիտեմ գուցե պարտի այսքան խոսացինք ուրեմն դեմոկրատական լիբերալ տեխնացուն Սյուզեն Քրաֆորդն է իսկ ֆաշիստը Բրեդ Շիմել այո Բրեդ Շիմել երկուսն էլ տենց շուտ բան են ուրեմն բայց հետաքրքիր ֆենոմեն է որ հնարավոր է որ մյուս ընտրությունները Ամերիկայի կոնգրեսի լինեն Ամերիկայի պատմության մեջ եւ մարդկության պատմության մեջ չկա անալոգ նույնիսկ համեմատելի գներով հին Հռոմից սկսած անալոգ չկա ես նոր էի մտածում ինքը վերածվում է Հռոմի հանրապետական ժամանակներում բաներ կային, պաշտոններ կային, որոնք հենց ժողովրդի համար էին, տրիբունները, բաները, հա։ Այո, եւ բանի կեսարից հետո փոխվեց, քանի որ ինչ որ ամեն մի հարուստ ընտանիքի ջոջ մի վաստակ պետք է մի բան ունենար, մի պետական պաշտոն ունենար, իրանք սկսեցին գնել այդ տրիբունների պաշտոնները։ Եվ տրիբունը, որը առաջի 100-120 տարին գերկարևոր խնդիր էր կատարում ներքին կոնֆլիկտների հանգեցնելու, որտեղ ինքը բերում էր այն ինչ որ կոչվում է բան պլեբսի կարտիկը բերում էր սենատ։ Տրիբունը մի քիչ նման է մեր օմբուդսմենին, նաև բացի падգամավորից, այսինքն ինքը հասարակ մարդու իրավունքների պաշտպանն էր, երբ որ խախտվում էին այդ իրավունքները, ինքը ուներ անձեռնմխելիություն, այո, ընտրված է։ Եվ ասում էր չի կարելի եւ տրիբունները հաշվի էին նստում։ Այո, իհարկե, որովհետև իրանք փաստացի ներկայացնում են բավականին մեծ զանգված։ Իմչալուց տրիբունից է նաև տրիբունալ բառը, որը մենք հիմա Այո։ Ես ուղղակի մի օրինակ բերեմ Հռոմում ոնց էր տրիբունը աշխատում, առաջի հայացքից, հա, 3 անգամ Հռոմի պատմության մեջ եղել է 3 անգամ, երբ տրիբունների կարծիքը հաշվի չի առնվել, իրանք կազմակերպել են, որ Հռոմի բնակչությունը, քաղաքի բնակչությունը ուղղակի ուտելիքը վերցրել է ու Հռոմից դուրս է եկել 4-5 օր հետո այդ բանը վերնախավը գնացել է ասել է լավ եկեք որովհետև ճաշեփող չկա մաքրող չկա տանող չկա բերող չկա ոչ մեկ չկա ասենք ինքն է իր ստրուկները չեն կարող քաղաքը կառավարեն ակվեդուկի ջուրը չկա այսինքն այն նրանք ովքեր ազատ են ու ովքեր ստեղծում են իրականում կյանքը ապահովում են առաջի իտալական բանն է էլի իտալական գործադուլը այսպես ասած օրենք չի խախտում ինքը ուղղակի
ընտանիքով գնացել է կոպիտ ասած բան ձուկ Մի բան էլ ուտելու ասենք, երբ որ ասում է Կարենը, որ գնում էին, դրա մեջ մտնում էր նաև աղքատ ժողովրդին հաց բաժանելը եւ անվճար գլադիատորական կռիվներ կազմակերպելը։ այո Այսինքն ընտրակաշարք էր տրվում նաև։ այո Так, это էլ տենց ինչ ասեմ։ Բառը մնաց Դամրոն, հետո սկսվել է ընտրակաշարքով գնել ընտրողների ձայնը։ Լավ, ինչևէ, շատ քրվեցինք։ Հիմա ես ինչի եմ այս ամեն ինչ ասում, երբ որ եվրոպացիները եւ հատկապես բրիտանացիները Թրամփի հետ մտնում են այդ հակամարտության, իսկ ես հիմա կասեմ, որ հիմա քեզ եմ տալու խոսքը, բայց ասեմ, որ Եվրոպական պարլամենտի եւ Եվրոպական հանձնաժողովի ելույթները մեկը մեկից բան, այսպես ծանր են ռադիկալ մենք չենք զիջի, Եվրոպային ծնկի վրա չի կարելի դնել, Կանադան մեր հետ է, բաց այդ, Կանադայի հետ համաձայնեցնում ենք բոլոր կայլերը, Կանադան կդիմանա եւ այլն։ Չի կարելի մի քիչ այն բառը չի ստացվի նա ավելի շուտ, you may not, չես կարողանա, ոչ թե չի կարելի Եվրոպային ծնկի վրա, չես կարողանա։ Կարնին որքան գնում է արմատական է դարձնում, իրենք նաեւ հենվում են նրա վրա, որ ահռելի քանակությամբ ամերիկացիների սկսած ամենահասարակ աշխատավոր ժողովրդից երիտասարդությունից վերջացրած օլիգարխիայի կամ հարուստների մի զգալի մասով այն կարգերը, որ իր հետ ուզում է բերել ոչ մեկի կողմից իսկապես չընտրված մասը անընդունելի են ու ես ամփոփելով իմ խոսքը եւ տալով Կարենին ուզում եմ ասել, որ այն ինչ որ ես ասում եի Քոչարյանի եւ իր կողմնակիցների մասին, մեր մոտ արդեն եղել այն ինչի մասը ուզում է հասնել, դրա օրոք ապրել։ Ու պատահական չի, որ այուն բացարձակ մեծամասնության մերժումը կա, բացական ռեյտինգը կա այդ գաղափարների հանդեպ։ Որտեղ մենք մեր մաշկի վրա ենք զգացել, հիմա Ամերիկայի ժողովուրդը եվրոպացիների հետ եւ բրիտանական համագործակցության արևմտյան քաղաքակրթության օգնությամբ պիտի կարողանա այդ հիվանդությունը իրենից վանել։ Շնորհակալություն Կարեն ջան, ինչ հետաքրքիր բաներական Ուկրաինայի շուրջ եւ այլն, հետո կանցնենք արդեն մեր ռեգիոն։ Քանի որ միևնույնն է հիմա Ուկրաինայի շուրջ այդ նույն պատմությունն է, որ մարդիկ ովքեր մեծ հաշվով իրականում գիտես շատ դիպուկ բան է ստիրասիր արևմտյան քաղաքակրթություն եւ հաշվի առնելով որ Վենսը սիրում է մեղադրել Եվրոպային միգրացիոն անկանոն բանի այդ հակահիգիենիկը ստիրա միգրացիոն քաղաքականության մասին ես պետք է ասեմ որ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ հակահիգիենիկ միգրացիայի շնորհիվ իրանք դուրս մնացին արևմտյան քաղաքակրթությունից Այն մոդելը կառավարման, որը շատ ճիշտ ես ասում, որ ուզում է բերի մասկը, այն ինչ որ անում է այդ բրոլիգարխիան, բան, դա արևմտյան քաղաքակրթությունը այդ փուլը անցել է մոտարապես 400-500 տարի առաջ, եթե խոսքը Եվրոպայի մասին է։ Հիմա ես միշտ ասել եմ, որ Ամերիկան լինելով երիտասարդ ազգ հսկայական պոտենցիալ ունի եւ ինքը իրականում ու դա ապացուցվում է ցանկացած բանով, ակադեմիական կամ հաշվարկային բաներով, ինքը կարար շրջանցել այդ փուլը։ Այսինքն պարտադիր չի դու անցնես այդ փուլերով կրկնելով սխալները, եթե դու բավականին խոհեմ ես եւ կարողանում ես նայել, կարդալ, հասկանալ։ Ցավոք սրտի Ամերիկան գնաց այն ճանապարհով, որ իրանք համարում են, որ Նյուտոնը եւ Հարի Փոթերը դա նույն դասի հեքիաթային պերսոնաժներ են, իսկ այն ինչ որ եղել է 12-րդ դարում, դա նույնն է ինչ որ եղել է, ասենք, չգիտեմ, հին հեքիաթներում եւ գրքերում եւ դա ուղղակի գոյություն չունի, իրանք տենց համարում են, որ աշխարհը սկսել է 1789 թվականին եւ դրանից առաջ նու կարող է ինչ որ բան եղել, բայց 1774 թվական Խորանամ ես 74-75 12 տարի փակ 89-ը Ֆրանսիայում էր, դեռ ավելի շուտ Հա դե մինչև Ֆրանսիա հեղափոխությունը իրանք ով են եղել ասենք մեծ հաշվով չէ ասենք չեմ պատկերացնում որ այդ ամեն ինչը կարելի է հիմա վերադառնանք Ուկրաինային ի շարունակություն նրա որ իրանք չեն հասկանում ավելի շուտ այս իշխանությունը մարդիկ ովքեր ընտրել են այս իշխանությանը ում այդ հարցը չի հետաքրքրել
եւ փաստացի սպիտակ տանը հայտնված եւ մեծամասնություն ստացած մարդիկ դրանց ղեկավարող խմբակ բարձա, որտեղ բարձա մենք գիտենք, որ կան հանրապետական ու կային փայլուն ներկայացուցիչներ, թե Ռոնալդ Ռեյգանը, թե Մակեյնը, թե մնացածը, թե հիմա էլ կան մարդիկ, ովքեր տենց են համարում, բայց ամեն դեպքում մենք հիմա տեսնում ենք, որ իշխանության ղեկը գողացել են, ստանձնել են մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ դու չես կարող նստել ու խոսել ուրիշ երկրի 4 մարզերի մասին, որը դու պատրաստվում ես տաս Ռուսաստանին, ոնց որ հյուսիսային եւ հարավային Դակոտայի ու Մոնտանայի միջև բանի քարտեզների սահմաններն է գծած, այսինքն մատիտով, հա, ասենք Մոնտանայի, Յուտայի բանը, Մարիզոնա, այցախ, սենց ինչ-որ կանոնով քաշած է մատիտ, ուղիղ գիծ է։ Սի, այդ նահանգների միջև պատերազմներ են եղել, 19-րդ դարում։ Չուզեմ ասել, նույնիսկ ընդեղ, եթե դու Մոնտանայից ուզես հող վերցնես ու նվիրես կողքի նահանգի, պրոբլեմներ ես ունենալու մի այլ կարգի։ Իրականում ընդեղ ամենածիծաղալուն Վայոմինգն է, որը ունի ընդհանրապես Երևանից քիչ բնակչություն, բայց Հայաստանից 12 անգամ մեծ տարածք, ու որը իրականում այսպես կոչված Cowboy State-ն է, այսինքն սաղ այդ ռանչոներն են, շատ քիչ էր մարդիկ իրար կողք նույնիսկ ապրում, բայց հարցը չի։ Մենք իրականում տեսնում ենք, որ Տրամպի ադմինիստրացիան դիտարկում ամբողջ աշխարհը ոնց որ իր միջին արևմուտքի նահանգները, այսինքն այդ սահմանները, որ գծվել է այդ կարևոր, ինչ որ մեկը կանոնով գիծակաշ է։ Դրա համար մենք կարանք խաղարկենք, կարող է սխալ են քաշել սահման։ Իրանք չգիտեն, որ այդ սահմանները արունով է։ Ասենք Եվրոպայում բան չկա, գյուղ չկա։ Այդ ամենակարևորն է, որը ստեղ էլ շատերը չեն հասկանում, որ Եվրոպայում մինչև տենց նույնիսկ այդ ինչ որ Ուկրաինայի տարածք, մինչև Բելգրադ, Սմոլենսկ, գյուղ չկա, որտեղի համար թափած արունը դեկալիտրերով չի չափվում իմացած պատմության մեջ։ Այսինքն յուրաքանչյուր քարի կտոր, որ այնտեղ դրած է, այդ ոնց որ մեզ համար Արևմտյան Հայաստանը, ու մեզ համար ոչ թե Նիկոլի, Արևմտյան Հայաստանը, հա, որ դու նայում ես, դու որ Միացյալ Նահանգների ստորագրությունը, ինչպես եւ Կանադայի ստորագրությունը դրված է Հելսինկյան ակտի տակ, ճիշտ է։ Միանշանակ դրված է, այո։ Այսինքն մի երկիր, ընդամենը մի երկիր, նույնն է ինչ որ արեցին պատերազմը 44 օրյա։ Այսինքն ԵԱՏՄ համանախագահներից մեկը պայմանավորվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ մի օպերացիա արեցին։ Հիմա փաստորեն այդ ԵԱՏՄ-ի բան ստորագրել են տասնյակ երկրներ։ Հա, դեք ԵԱՀԿ կազմակերպություն է։ Քանի անդամ երկիր ունի, հանենք սովետական հանենք սովետական հանրապետությունները, այդքան երկիր ստորագրել է։ Սովետական հանրապետությունները միացել են հետո, որտեղ այո 91 թվականից հետո։ Հիմա հարցը որն է, որ կարա Ամերիկան Ռուսաստանի հետ պայմանավորվի ու Հելսինկյան ակտը ասի այլ գոյություն չունի։ Ես քեզ սենց ասեմ, քանի որ դա Կարտերը ու Բրեժնևի ստեղծածն է մեծ հաշվով, դա միակ ԵԱՀԿ-ն, դա միակ ինստիտուտներ, որտեղ երկու այդ ճամբարների ղեկավար երկրները ներգրաված էին ամբողջությամբ եւ դրա միջոցով առանց կամ ցածր ինտենսիվության կոնֆլիկտների շնորհիվ կարողանում էին ընդհանուր հայտարարի գալ։ Ինքը իհարկե կարա ասի, որ դա ժամանակավրեպ է եւ դա պետք է ուրիշ հարց է, որ դա արդեն իր կյանքով ապրում, շատ հաճախ դու էլ չես կարողանում, դու հիմնադրել ես, բայց ինքը իր կյանքով է։ Այդ տեքստի վրա ահռելի ազդեցություն ունեցել են նաեւ այլ երկրներ։ Իհարկե, մարդու իրավունքների ողջ մասը, օրինակ սովետական միությունը Միացյալ Նահանգները չէին պատկերացնում, որ սահմաններ բան հասկացանք, բայց այդ մարդու իրավունքների մասը, մշակութային կապերի, օրինակ ինչ էին սովետական միությունում տվում Ամերիկա ամսագիրը, Գերմանիա ամսագիրը, Անգլիա ամսագրերը, որովհետև ըստ Հելսինկյան ակտի այդ երկրները պետք է ունենային մշակութային փոխանակում։ Եվ նույնիսկ Սովետը պետք է թույլ տար, ճիշտ է, շատ քիչ տիրաժով տակից էինք ճարում եւ այլն, որպեսզի Անգլիան այսքան փոքր էր, Գուտենտակը այսքան մեծ էր, բանը, իսկ Ամերիկան դեռ այնպես իլյուստրացիաներ էին, որ գլագարում էին, երեխային ասենք։
Ինչի, որովհետև Հելսինկյան ակտ էր ստորագրել։ Եվ այդ մասը ամբողջությամբ ֆրանսիացիներն են մտցրել։ Այսինքն ավանդում ամբողջությամբ մարդու իրավունքների մասը Հելսինկյան ակտի մեջ մտցրել են ֆրանսիացիների պահանջով։ Այդ Պոմպիդուների ժամանակ, քանի որ իրար պետք էր։ Հա, այնտեղ հիմա ասում են քեզ ընդհատում եմ, դրա համար չեմ ընդդեմ, մենք հա ավելի պատմություն կա թե ոնց ա եղել, բայց մի բան ասեմ մենակ, որ Բրեժնևը ստիպված էր, որովհետև իրան պետք էր տեխնոլոգիաներ եւ կրեդիտներ։ Այո, այո։ Ֆրանսիացիները ասեցին ժամանակն է, եթե մենք հիմա ստիպենք, ինքը կանի, հետո էլ թքած ունի։ Այ հիմա պետք է ստիպենք։ Արեցին, էլի։ Դա է։ Ինչպես միշտ։ Հիմա լավ, վերադառնամ Ուկրաինային ու կստաց այդ մարդու իրավունքներ եւ Թրամփ։ Հիմա ասեմ ինչի է դա սխալ։ Վիտկոֆը, որը իրականում բան է, դեվելոպեր է, այսինքն կառուցապատող է, իսկ մենք կառուցապատողների մոտեցում ամեն ինչին գիտենք, այսինքն ինչ-որ տարած կա, արագի մեջ բան սարքենք, շուտ ծախենք գլխարդանենք, եթե հիմա հետո բլումա Հա, ասենք բան չի, թեմա չի, երկարաժամկետ կառուցապատողները ի տարբերություն օրինակ շինարարների կամ ճարտարապետների, իրանք երկարաժամկետ բան չունեն, դա բիզնեսի տեսակ է, ինքը ինչ-որ հող է վերցնում, հողի վրա ծծմբաթթու է լցնում, որ ոչ մի բան չաճի, որ հանգարց բնապահպանները չգան ասեն, այս երկու ծառը, ասենք, այս երկու ծառից 4 հատ է մնացել չկտրես, ինքը գլխից մի հատ սախ բան է անում, վերացնում է, հետո ասում է դեստեղ մի բան պետք է սարքեմ, կանաչ տարածքներ չենք անում, որովհետև ծծմբաթթու է լցրած չի աճելու, ինքը այդ շենքը սարքում է, արանքում արդեն վաճառում է, ընթացքում սարքելու ընթացքում, փողը ստանում է ու գնում է, всё, ինքը էլ բան չունի։ Հիմա այդ մարդիկ, թե Տրամփը եւ թե Վիտկոֆը եւ իրականում իրանց քաղաքականությունը դրա վրա է հիմնված։ Այն որ անապատ սարքենք, մի բան տրակացնենք, վառենք, բան, մի բան սարքենք, շուտ ծախենք մեկի վրա, մենք մեր փողի տերն ենք ու գնանք։ Հիմա այս նույն բանը արում է Ուկրաինան։ Ուկրաինան իրանք մտան այդ բանով 500 միլիարդ հիշում ես այդ խոսակցությունը, 500 միլիարդ մետաղներ եւ այլն։ Սրա խնդրեմը հետեւյալն է, որ չկա այդքան, այդ բոլորը հասկանում են, բայց քանի որ արդեն պայմանավորվածությունը կար, որ ինքը Ուկրաինան ծախում է ռուսներին, դրա դիմաց ստանում է Իրանին չոժանդակելը, երբ որ ինքը Իրանի վրա հարձակվի։ Այս գործակը արդեն եղել է։ Հենց քո ասած Մոլոտով-Ռիբենտրոպը եղել է, վերջացել է։ Մենք արդեն բոլորս ապրում ենք այն իրականության մեջ, որ Տրամփը եւ Պուտինը պայմանավորվել են։ Իրանք պայմանավորվել են հոկեյ խաղան, հասկանում ես, այդ նշանակում է, որ բոլոր մնա այն պահից որ Ռուսաստանը ասում է, որ մենք պայմանավորվել ենք հոկեյ խաղանք տափողակով սառույցի վրա, Ռուսաստանը ընդդեմ ԱՄՆ-ի, դա նշանակում է, որ հարցը ամբողջությամբ փակ է, որ Տրամփը վաճառել է Ուկրաինան, Եվրոպան, մեզ, բոլորին վաճառել է մի բանի համար, իր աշխարհում եղած միակ դաշնակցի, որը ղեկավարում է Պուտինի նման ռազմական հանցագործ Բենյամին Նետանյահուով, այն պահին, որ ինքը որոշի, Տրամփը չէ, Բենյամին Նետանյահուն որ պահին որոշեց, որ Տրամփը պետք է խփի Իրանին, որտեղ ինքը սուբյեկտություն չունի, ինքը չմոյ է, ինքը ոչ մեկ է, ինքը չի կարա հրեական լոբինգի դեմ, ինքը որ Բիբին զանգեց ասեց խփի Իրանին, այնի պետք է խփի, այդ պահին պետք է Մոսկվան Իրանին չօգնի։ Մոսկվան համաձայնվել է ակնհայտորեն ասել է, դե որտեղ ինչ սա պետք, թող խփեն, կթուլանա, բոլորը ամբողջ աշխարհում հասկանում են, որ Տրամփը հեռատես չի, ոչինչ չի հասկանում։ Նավթի գները կհելնեն։ Այո, նավթի գները կբարձրանան, որտեղ Պարսից ծոցը միանշանակ։ Իրանը որ պատասխանելու ամերիկյան բազաներին տարածքում, իսկ դա Կատարն է, դա Քուվեյթն է, դա ասենք բանն է, Պարսից ծոցի դուրս գալու այդ կտորն է, որը հանկարծ նավթատար պայթի պատահաբար։ Պատահաբար չէ, շատ ոչ պատահաբար։ Նավթի գները, այսինքն Ռուսաստանին դա ձեռք է տալիս ամբողջությամբ։ Եվ բացի դրանից, քանի որ Պուտինը ճարճային առնետ է, ինքը սրիկա է, ինքը տականք է, բայց ինքը կագեբեշնիկ է, ինքը սաղկյանք զբաղվել է բանով։ Հիմա օրինակ Տրամփի այն նախորդ ադմինիստրացիայի բանով ժամանակ ռուսերենից թարգմանության այդ բանի ղեկավարն եմ կարդում ինչա գրում,
լրագրողը հարցնում է ինչ կասեք, բան ասում է գիտեք ինչ նախնդիրը Տրամպը հիմա իր կողքը պահում է մարդկանց, գիտեմ ասում է նույնիսկ ինձ որ այն վաղ հանեց։ Ինքը բերեց մարդկանց, ովքեր ռուսերենը չեն հասկանում, այսինքն իրանք բառացի են թարգմանում։ Իրանք չեն հասկանում, որ Պուտինը ձեռ է առնում։ Երբ որ ինքը ասում է, որ ինքը գնացել է եկեղեցի աղոթել է, այդ ինքը ձեռ է առնում, որովհետև դա մեր ամերիկյան մշակույթի մեջ ընդունված է, որ եթե մի բան լինում է, մեր ղեկավարները գրում են, որ մենք աղոթում ենք ձեզ համար։ Տրամպը չի հասկանում, որ այդ ձեռառնոց է, որտեղ ռուսական մշակույթում տենց բան չկա։ Այնտեղ բազմաթիվ օրինակներ ա բերում, բանի հետ կապված, որ տարբեր դրվագներ չխորանանք։ Ամեն դեպքում, ինչ եմ ուզում ասեմ, որ Տրամպին Պուտինը օգտագործում է, փշի անում, ասում է դու թագավոր ես, դու պիտի թագավոր դառնաս։ Ասում է որ չգիտեմ, Իսրայելը պետք է իր երկիրը քո անունով կնքի, դու այնքան բան ես արել իրանց համար։ Այսինքն այս տիպի բաներ, իսկ քանի որ Տրամպը մեծ հաշվով բան է արդեն դեմենցիայի մեջ է, չի հասկանում ինչա, մոռանում է ինչա, կամ իրան դա դուր է գալի, որ իրան մեծարում են, ինքը այդ կուտը ուտում է։ Հիմա այս կտի իմաստը ճիշտ է, նավթի գները կբարձրանա, բան կլինի, բայց պետք է հասկանալ, որ ոչ մի պարագայում ու երբեք Ամերիկան, որը նորից պետք է ասեմ 42 թվականից հետո առաջին անգամ պատմության մեջ այս քաղաքակրթության, այս բանի մոդելի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջին անգամ մտել են ռազմական գործողությունների մեջ մենակ։ Հիմա հութիներին խփում են մենակ։ Ոչ մեկ կողքները կանգնած։ Նույնիսկ բրիտանացիները չեն մասնակցում։ Այո, նույնիսկ բրիտանացիները չեն մասնակցում, որ չնայած Բրիտանիան, ասենք, շատ ավելի է կախված այդ ծովային ուղիներից, բայց միևնույն է չի ոչ մեկ չի մասնակցում։ Այսինքն ինքը մնացել է մենակ, սա մեսիջ է։ Եթե դու ուզենաս հարձակվես Իրանի վրա, առավել եւս մենակ ես լինելու, իսկ սա 100% հավանականությամբ, ասում եմ 100% հավանականությամբ ոչ մի բանի չես հասնելու, որովհետև 80 միլիոնանոց երկիր, որը Հնդկական օվկիանոսից մինչև Թուրքմենստանի անապատներն են, որ շատ ուզենաս դու չես կարա գրավես Ամերիկայով, չես կարա, ուղղակի չես կարա։ Դու ամբողջ աշխարհով միասին Աֆղանստան եկանք լցվեցինք, նույնիսկ մեր զորքերն են մասնակցել, ոչինչով չի վերջացել դա։ Ոնց տալիբների իշխանության էին, երբ մտանք, այտենց էլ տալիբների իշխանության են, երբ որ դուրս եկանք։ Ոչ մի բան չի փոխվել, ու դու ոչինչ չես կարողանալու անել, ակնհայտ է։ Իսկ ես եթերում երեք չառաջ օրերը հատուկ ասեցի, ասեցի, երբ որ այս սաղ կպրծնի, ու Տրամպը կվերջանա, կամ այն աշխարհ կգնա, կամ կվերջանա իր ադմինիստրացիան, կամ կգա մի հատ ուրիշ ադմինիստրացիա, էական չի երբ, նույնիսկ 100 տարի հետո, էական չի երբ։ Հենց որ հնարավորություն լինի, եթե հիմա Տրամպը հարվածեց Իրանին, իրանցիք ռեյտինգները վերցրած Իսրայելը ջնջելու են աշխարհի երեսից։ Ոտ-ոտ են գնալու, որովհետև եթե հիմա Իրանի վրա կիրառվեց միջուկային զենք, դա դարեդար լինելու է թշնամություն, որից դու երբեք դու կարող ես պրծնես, որովհետև you have a beautiful ocean, բայց այն ում խաթեր դու արել ես, իրանք չեն ապրելու։ Դա բացառվում է, իրանք ջնջելու են։ Ես դրա համար եմ ասում, ինքը այնքան հիմար է դեվելոպեր, որ չի հասկանում, որտեղ դու կարող ես կոնֆլիկտ ստեղծել, եւ որտեղ դու կարող ես խաղադրույք բարձրացնել, եւ որտեղ չէ։ Նույն բանը Ուկրաինայում է։ Եթե Տրամպին թվում է, որ ուկրաինացիք չեն կարողանալու վրեժ խնդիր լինել Իրանից, իր ադմինիստրացիայի բաներից, տարբեր ձևերով, հա, հիմա օրինակ Կանադայում ուկրաինական ահռելի դիասպորա կա, որը 100% աշխատելու է Ամերիկայի դեմ, 100%։ Այսինքն Ուկրաինան ունի այդ ներուժը, ի վերջո 50 միլիոն մարդ, եւ ունի աջակցություն, եւ իրանք 100% կարող են այդ հարցը վերացել սոցիալական եւ քաղաքական այնպիսի ալիքի հակաամերիկյան։ Նա ներողություն էլ կա, որ Եվրոպային եւ դա օբյեկտիվ է։ 3-ից 5 տարի է պետք համարյա հավասարազոր կամ հավասարազոր ռազմաքաղաքական ուժ դառնալու Եվրոպայում։ Ավելի քիչ։ Հաշված է 3-ից 5։ Հա, հաշված է։ 3-ից 5-ը գիտես որն է, որ բան անեն, արտադրությունը դուրս բերեն այդ մակարդակի քանակի, թե չէ հիմա լցվել ավելի շուտ։
Իմիջած դա նաև լավ միջոց է տնտեսական աճի ապահովման, տեխնոլոգիական զարգացման եւ այլն, այսինքն դա մեծ բան, որովհետեւ մեր պացիֆիստները մեզ գլուխ են արտուկում, բայց ռազմական հակամարտություն, ռազմաքաղաքական հակամարտությունը երկրների զարգացման գլխավոր ստիմուլներից, խթանիչներից մեկն է, միշտ եղել, որովհետեւ եթե դու թույլ լնես, չզարգանաս, գլխիդ կտան, դու ստիպված սկսում ես զարգանալ, մինչև քանի կարող ես։ Դա սկսած տեխնոլոգիաներից, վերջացրած կառավարման որակից եւ այլն եւ այլն։ Այո, որոշումներ ընդունելու բանից, արագությունից, օպերատիվությունից։ Տես հիմա ինչ արագ է Եվրոպան սկսել արձագանքել ամեն ինչ, ոչ մեկ չի զարմացած, ինչ բյուրոկրատիա, ինչ բան, եւ ավելին մի նորություն, շատ կարեւոր, Հունգարիա։ Ուրեմն, քանի դեռ Հունգարիային չեն հանել Եվրամիությունից, իրենք չեն ուզում հանել, որովհետեւ Պետր Մադյարը ունի 10-12% ավելի բարձր ռեյտինգ քան Օրբանը, եւ վաղտոշնը ընտրություններ են լինելու, իսկ ինչի հանել, եթե պետք է գա բան պրոեվրոպական կառավարություն։ Ուրեմն այսպեսի մի ձև են ընտրել, 26 երկրները միասին հավաքվում են եւ որոշումը բան են անում, որպես 26 սուվերեն երկրների կառավարությունների որոշում։ Համատեղ որոշում։ Որտեղ ըստ Եվրոպական միության կանոնադրությունը չի ասում սուվերեն երկրներ են, ինչ կուզեն կորոշեն, ինչ կուզեն κάνեն։ Այսինքն դու Հունգարիա դուս ես մնում։ Մենք օգնելու ենք բանին Ուկրաինային, իսկ դու չէ, հա։ Ուկրաինային։ Առանց քեզ հաշվի առնել։ Սա շատ կարևոր է, որովհետև ձև էր պետք գտնել, տես ինչ արագ գտան, երբ որ պետք եղավ։ Տարիներով խոսում էին, չգիտեին ինչ անեին, հիմա պետք էր, բան էր էլի։ Այն անեկդոտի նման ասում է վիզ փողա պետք։ Վիզ պետք էր, միանգամից արեցին։ Որովհետև պետք է։ Առաջին անգամ գտան ձև, ոնց Հունգարիայի ձայնը չլսեն։ Եվ չխախտեն իհարկե Եվրոպական միության խարտյան եւ այլն իրավունքներ սահմանություն, այսպես ասած եվրոպական Մաստրիխտի պայմանագրերը եւ այլն, որպեսզի չխախտեն, իրենք փաստորեն ընտրեցին այդ ճանապարհը։ Սա դառնում է 26 եւ մինուս Հունգարիա։ Եվ մինուս Հունգարիա։ Որը մեզ էլ պիտի ուրախացնի, որտեվ ինչքան հակահայկական կամ հայամետ բան եղել է, հակառակից կանք Հունգարիան բլոկ է դրել 90% դեպքերում։ Մի բան էլ երևի հասցնենք անել, ներքին քաղաքականությունից ասենք այդպեսի մեծ բան չկա, այդ խաղաղության պայմանագրից դու խոսել ես հարցազրույցներում, ես խոսել եմ նույնիսկ այս ազատարբլոգում, պարզ է այստեղ ամեն ինչ, ամեն ինչ այստեղ պարզ է, ես ուրիշ բան, Թուրքիա։ Հիմա ես նկատել եմ, որ որոշակի քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներ ամեն կերպ ուզում են ասել, որ նրանք, ով որ գալու են Էրդողանի տեղը ավելի վատն են լինելու։ Ում համար։ Ես ասեմ, հետո տամ քեզ դու կշարունակես։ Դա շատ կարևոր բան է։ Ինչը ես նորից օրինակ բանի ժամանակ, ջուլենական բանի ժամանակ ասում էի, որ հիմա բայց հիմա նայեք ինչի են հիմա դրանք ասում։ Հա, որ քանի որ ազգայնականությունը շատ ուժեղ է, որ միտինգներին ելի թուրքերի նկարներով են դուրս գալիս այդ միտինգավորները եւ այլն։ Կարելի է կարծել Էրդողանի օրոք դրանք բան են, անիծված են, հերոս չեն, փողոցներ են անունները դնում, հրապարակներ, արձաններ են դնում դրանց, այդ ոչինչ Էրդողանի օրոք։ Հիմա մի կողմ։ Պարզ կա բացատրություն, որ որքան էլ տարաձայնություն ունենան Էրդողանն ու Պուտինը, իրենց մեջ կա ահռելի ընդհանուր պայմանավորվածությունների, այ ոնց որ հիմա խոսում ենք Տրամփ-Պուտին, եւ ընդհանուր շահերի դաշտ, ահռելի։ Իրենք կարող են եւ օբյեկտիվորեն ելնելու են բախումներ, անհամաձայնություններ, այսպես խնդիրներ, բայց Էրդողանը եւ Պուտինը 2010-ականների սկզբից գտնվում էին այդ բանակցային գործընթացներում եւ այդ բանակցային գործընթացների շնորհիվ հասել են որոշակի պայմանավորվածությունների եւ մեր վիճակը եւ մեր պատմությունը նաեւ պայմանավորված է այդ փոխադարձ ընկալումով ընդհանուր շահերի։
Էրդողանի գնալու դեպքում նոր կառավարությունը բացարձակապես իրեն պարտավորված չի զգալու Պուտինի նկատմամբ, ընդհանրապես։ Եթե կան գրավոր պայմանագրեր, ինչ-որ բաստոր բան, մեջլիսով անցկացրած, դա այլի ոչինչ, բայց այն ինչ որ ես, դու, ես քեզ, դու ինձ, գազը հոտ տարածքով, այսքան տոկոսը կնստի քո շվեյցարական հաշվին, դու ես արաբան, այդ վրցավ։ Իրենք ինչի պետք է դրա տակ մտնեն։ Իրենք գալիս են որպեսի դրանից երկիրը մաքրեն, իրենք չեն գալիս, չէ՞ որ իրենք ժողովրդի ոչ թե որ լավն են դրա համար եմ ասում։ Իրենք ժողովրդին ինչ են խոստվել։ Որ պետք է կոռուպցիան հաղթարեն, պետք է դեմոկրատիան վերականգնեն, հազարավոր բանտարկյալներին բաց թողեն, սկսած հոդվածագիր բաներ, բլոգերներից սկսած վերջացրած այդ ամեն ինչի ծրագրով են գալու, այլ երկիրը չունեն։ Իսկ դա բերելու է նրան, որ Թուրքիա, Եվրոպական միություն տարաձայնությունները միշտ թուլանալու են։ Որովհետև մարդու իրավունքների եւ ռուսների հետ համագործակցությունը շատ կարևոր թեմաներ են։ Միակը չեն, բայց շատ կարևոր թեմաներ են։ Հիմա այն որ Հայաստանում ուզում են համոզել մարդկանց, որ Էրդողանը մեր համար ավելի լավ է, Էդ ով նշանակում է կամ տեսփ Ոխրինի։ Չեզոք եղեք կամ դա նշանակում է, որ իրենք ասում են, որ Պուտինն է մեր համար լավ։ Որ Պուտինի ընկերները պետք է մնան հավերժ։ Տրամպը պետք է 72 տարի կառավարի, մինչև 152 տարեկան Տրամպը պետք է կառավարի, մինչև 215 տարեկան պետք է Էրդողանը կառավարի, որովհետև մեր Պուտինի հավերժ անմա Պուտինը ինգերներն են իրանք պարզապես փողոցից մարդիկ չեն։ Շատ հետաքրքիր բան կա։ Արի գանք հերվից։ Ուրեմն Թուրքիայում ամեն ինչ սկսվեց ջրերից դուրս եկավ։ Այն պահից, երբ հրապարակվեց հարցումների տվյալներ, որտեղ Էրդողանի կուսակցությունը եւս 5% զիջեց հանրապետականներին, որոնց առաջատարը բանն է, Իմամ Օղլուն է։ Ուրեմն հիմնական դերակատարողները Իմամ Օղլունն է, ով Պոլսի քաղաքապետն է եւ Մանսուր Yavaşն է, որը Անկարայի քաղաքապետն է։ Իրանք երկուսով, քանի որ իրանք միասին են եւ Մանսուր Yavaşը ասում է ես համաձայն եմ տեղավորվել ամեն ինչի մեջ, Մանսուր Yavaşը համարվում է ավելի տնտեսապես հզոր, ավելի ոնց որ վարչապետ մեծ հաշվով, իսկ բանը առաջնային առաջնորդի տենց բավականին լավ առաջնորդի խարիզմա ունի եւ ինքը համարվում է նախագահի տեխնացու, այսինքն այս բլոկը սենց է աշխատում։ Էրդողանը համարում էր, որ Սիրիան գրավելով եւ Սիրիայում կատարելով այդ ամբողջ ինչ որ կատարեց, ինքը կձեռք բերի վարկանիշ։ Դրա համար ձեռքի հետ շատ արագ կազմակերպեց Օջալան օպերացիան, Հա, Օսմանը, իրանց մոտ ավելի հին է, քան Տրամպը հնարել է, դա Օսմանը Թուրքիան է։ Եվ ինքը Օջալանի օպերացիան կազմակերպեց, որի արդյունքում ինքը ստացավ ճակերտներով, որ քրդական աշխատավոր կուսակցության հիմնական մասը այս սաղ ճակերտներով է, որովհետև ոչ մի բան ապացուցված չի։ Ասես դե հա, որ ռազուժորեն հոպարը, որը նստած է 25 տարի է Պոլսի կողքը կղզու վրա, հանգստանում է ծովի ափին, ռազուժոր ինքը ասեց, մենք դիզենքներս վայր տնենք, հարց չկա։ Դրանից հետո եղավ երկրորդ քայլը, այդ Օջալանի հայտարարությունից հետո, որ Թարիր Աշշամի ղեկավարը, որը Ջուլանի է, թե Ջուլանի չի, թե չգիտեմ ինչա դրա, в общем, 4 հատ паспорт ունի։ Աշշայա, անձնագրով Աշշայա, Ջուլանին իր հեղափոխական բանն էր, կերծանում։ Ոչ, էդի, կոմոդ լավ է ստացվում։ Քրդերի հետ պայմանագիր կնքեց արդեն սիրիական, որ Սուրիայի քրդերը, այսպես կոչված այդ ամերիկյան թևի քրդերը, որոնք Սիրիայի արևելք, Եփրատից արևելք եւ Թուրքիայի սահմանին մինչեւ կանգնած են, ովքեր որ իրականում ԱՄՆ-ի եւ կոալիցիայի համար իրականացնում են երկարևոր գործառույթ, իրանք Դաեշի, այսինքն իսլամական պետության գրոհներին, ում որ ձերբակալել են, ոչ թե սպանել են, հատուկ համակենտրոնացման ճամբարներ են ստեղծված Սուրիայի արևելքում եւ այդ գրոհայինների վերահսկողությունը, ճամբարների վերահսկողությունը իրականացնում է այդ քրդական բանը, քրդական գործոնը, դա հակաիսլամիստական, ոչ թե հակաիսլամական, հակաիսլամիստական ամենակարևոր ուժն է
տարածաշրջանում եւ առանց քրդերի այդ տարածաշրջանը շատ արագ կվերադառնա նույն իսլամական պետության, Ալ-Ղաիդայի եւ այո, կտրակի, որովհետեւ ոչ մեկ չի կարա դրանց դեմ, այո, ISIS։ Սա ընդհանուր պատկեր է։ Այս Սիրիայի նոր կառավարությունը Ֆիդանի հետ հանդիպելուց հետո առաջարկեց քրդերին ինչ որ կերպ երևի թե էլի Ֆիդանը բանի հետ խոսած, Ռուբիոյի հետ խոսած, Ամերիկայի հետ կապով բան, ամերիկացիքացին լավ, ընդհանուր իմաստը որն էր։ Այնտեղ աշխատավոր կուսակցության ռազմական թևը ասեց, էլ չեմ դնի, զենքս վայր կդնեմ, էլ չեմ կռվի, քաղաքական պայքարի եմ անցնում, ստեղ քրդերին, Սիրիայի քրդերին ասցին դուք եկեք մտեք մեր բանակ, այսինքն դուք մեկ կենտրոնական կառավարության բանակը մտեք, որ դուք բան անեք, լինեք պաշտոնապես նույն մեր ընդհանուր դրոշի տակ, որ երկիրը չկիսվի, դրա դիմաց դուք կստանաք որոշ ինքնավարություն, մշակութային, ազգային մշակութային ինքնավարություն։ Այո, մշակութային, կրթական ինչ-որ sense բաներ, բայց ինչ պետք է անեք։ Պետք է 8000 քրդերին, առնվազն 8000, որոնք եկել են Թուրքիայից ու կռվում են ձեր շարքերում, պետք է հանեք ուղարկեք հյուսիսային Իրաք, այսինքն Բարզամի մոտ։ Եվ սրանով յանի թե Էրդողանը մաքրում էր Սիրիան, ամբողջությամբ Իրանը վերանում, այսինքն Թուրքիայով վերանում եւ դե քրդական գործոն էլ չկա, այդ KPK-ի, այսինքն Թուրքիայից բողոքական քրդերը էլ չեն բանակում եւ այլն, երկու հարց կա։ Հարց համար 1, դրանից հետո երբ որ քրդական այդ զորքը մտնում է, դառնում է, որ սիրիական բանակը իրականում ոչ թե իրանք ընկնում են այս Թարիր աշ-Շամի բանի տակ հրամանատարության, որտեղ սրանք ունեն կարող է մի քանի հատ բարձրաստիճան սպա, բայց բանակի կորիզը, քրդական կորիզը տասնյակ անգամներով գերազանցում է այս բարմալեյների զորքի որակին եւ քանակին։ Այսինքն սրանք կարան բաշի բուզուկ հավաքեն մի երկու օրով արագ մտնեն մի գյուղ կոտորեն, բռնաբարեն, հա, ցանկալի է որ մենակ կին բան մեծահասակ ու երեխա լինի, որ հա, որ չդիմադրեն, մորթեն, բռնաբարեն, վառեն, բան անեն, գողանան, տանեն, այդ կարան անեն, բայց որպես կանոնավոր բանակ քրդականին նույնիսկ մոտիկ չեն, որտեղ քրդերին երևի 2003 թվականից, եթե կարող են նույնիսկ դրանից շուտ, ամերիկացիք վերապատրաստել են, այդ թվում տարել են Գուամում են վերապատրաստել։ Այսինքն այնտեղ բավականին լուրջ ամագ ունի։ Քրդերին նաև աջակցում է Իրանը, որտեղ Իրանին պետք չի, որ ստեղ ամբողջությամբ Թուրքիան առաջի ջութակը խաղա տարածաշրջանում։ Արդյունքում այս քայլից հետո եւ իրանք ոնց որ քրդերին մաքրեցին, գնացին Լատակիա, արեցին կոտորած։ Կոտորածը բերեց նրան, որ ամբողջ Եվրոպայի եւ բանի ուշադրությունը էլի ֆրանս Սիրիայի վրա, ասին դուք ոնց որ մարդ չդարակ ու հաջողություն տղեկ։ Հիմա այս սրա արդյունք, այս գործողությունների արդյունքում պարզ դարձավ, որ Սիրիայի վերականգնելը իսկ հիմա նաեւ քրդական բաների, իսկ Տրամպի հայտարարությունից հետո որ կարող ենք ընդհանրապես Սիրիայից դուրս գանք, նաև իսլամական պետության ճամբարների այդ անվտանգությունը ապահովել, այսինքն բան, այդ ամբողջ ֆինանսավորումը եւ պատասխանատվությունը մնում է Էրդողանի վզին, բայց Էրդողանը վիճ չունի, ինչպես հայտնի է, Թուրքիայի մեջքին է մնում։ Ստեղ հանրապետականները Թուրքիայի հասկանան, որ եղբայր մեր տնտեսությունը գահավիժում է, Իրակալանը հարստանում է, հարց չկա, բայց Թուրքիայի տնտեսությունը արդեն չի համապատասխանում պոստտեղեկատվական աշխարհին, ռեֆորմների խնդիր կա, 41% է, հա, բանը, կենտրոնական բանկի հետ, հա, 41.5%, հա, հիմա երկիր մոլորակի վրա չկա տենց երկրորդ, չկա նայել է, Արգենտինան իջավ, հա, ճիշտ է, արդեն չկա։ 20 ամիս է, 2 անգամ է քիչ Արգենտինան։ Արգենտինան 2 անգամ քիչ։ Դե այնտեղ Ռուսաստանն եկա 21.5%։ Հա, դրանք, բայց սա 40 է, 2 անգամ։ 40, ապեր մոռացել ես 50 էր։ Տարի ու կես 50 էր։ Այսինքն նենց չի որ հիմա բան։ Այս ամբողջ բաների դարդու ցավի հետ միասին փախստականների, Սիրիայի փախստականներին ու արաբ փախստական չեն կարողանում հետ ուղարկեն Սիրիա, որտեղ այնտեղ ամեն ինչ պայթած է։ Իսկ ստեղ իրանք օգտվում են սոցիալական բաներից, չեն կարողանում ուղարկեն։
Եվրոպային ասում են փող տվեք, Եվրոպան ասում է լավ 100 միլիոն եվրո կտամ, ինչ 100 միլիոն եվրո, տարեկան է դրան սպասարկումը 8-ից 11 միլիարդ եվրոյի մասին է խոսքը գնում։ Այս ամբողջը փաթաթված է Էրդողանի վզին։ Այս ամբողջը չի դադարելու, ոչ մեկ իրան փող չի տալու։ Ինքը պետք է մի կերպ անի։ Խնդիրը եկավ կանգնեց այնտեղ, որ ինքը հասկացավ, որ 27 թվականի ընտրությունները ոնց ուզում է պատտվի, ինքը պարտվում է։ Դրա համար ինչա պետք անել։ Պետք է անցնել բանի պարլամենտական համակարգի, վերականգնել վարչապետի, սուպեր վարչապետի բաները, գործառույթները, ինքը իրան կդնի վարչապետ, էլի կկառավարի, մի կերպ էլի տակից կպլստա դուրս կգա։ Քանի որ հանրապետականները, սենց ասեմ, հանրապետական որ ասում են, պատկերացրեք, այդ իրանց տարբեր կերպ են ասում, քեմալիստներ, աթաթուրքիստներ, բայց դա կոչվում է հանրապետական կուսակցություն։ Այս հանրապետական Այո, իրանք իրականում իրանք ձախ կենտրոն են։ Եվ այս սոցիալական ծրագրերը, իրանք դասական քեմալիստներ են, որտեղ կա նաև աջ քեմալի, իրանք դասական քեմալիստներն են համարվում։ Իրանք օրինակ դեմ են, որ սոցիալական ապահովության պաշտպանվածության համակարգը դուրս գա, իրանք կողմ են այդ բաներին, իրանք այդ ավտոբուսների բաների ծրագիրը փորձում որ արվում է, նոր մետրոյի կայանը, բան, այդ ամբողջ այդ Իմամօղլուն հանրապետականները ինչ որ գումարներ են հատարկում, այսինքն իրենք աշխատում են ՏԱԿ-ի հետ, ներքևից աշխատում են մարդկանց հետ։ Հիմա ինչա պետք անել, որ սրանք չկարողանան։ Ի վերջո, Պոլսը Թուրքիայի միևնույն մնում է ամենակարևոր քաղաքը։ Ամենակարևոր եւ Պոլսնա շատ բաներ թելադրում։ Ամենակարևոր կտորներից մեկը Պոլսը ունի սեփական բյուջե եւ դա Լոզանի պայմանագրով է։ Դանդեղ ահռելի գումարներ են եւ Պոլսի այդ ահռելի գումարները պայմանավորված են նրանով, որ Լոզանի պայմանագրով բոլոր փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանված լինեին եւ այդ իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովեր Պոլսով, ինքը փողը չպետք է գնար Անկարա հետ գար, ինքը պետք է Պոլսում պային մոտ 55-60%-ով ոչ թուրքեր էին, փոքրամասնություններ էին։ Այո, հիմա ամենամեծ համայնքը, որը մնացել է, դա հայերն են եւ շատը նաև այդ Լոզանի պայմանագրի շնորհիվ, բայց իհարկե պետք է բան անել, որ Թուրքիայի բոլոր կառավարությունները, բացի 55 թվականի ջարդերից, որ ամբողջը վերցրեցին, բայց ամբողջ Թուրքիայից, ոչ թե Պոլսից, Թուրքիայի մնաց տեղերից, Պոլսից չէ։ Հիմա այնտեղ ասենք, չգիտեմ, 44 հատ հայկական եկեղեցի կա, 17 հայկական վարժարան կա, 2 հայկական թերթ կա, այդ ամբողջ հայկական բանը պահվում է։ Թերթերն ես ասում ավելի։ Մարմարա, բան, Ակոս, այդ մյուսը օրաթերթերի մասին է խոսքը արում, թե չէ այնց ամսագրեր շատ կա։ Ուրեմն օքեյ, դա 3 ավելի լավ գիտես, քո դաշտն է, բան չասի։ Հիմա խնդիրը որն է, Պոլսի քաղաքապետը տիրապետում է այդ ահռելի բյուջեին, պետք է ուրիշ բանել ասենք, օրինակ Բոսֆորի նեղանցքով անցնող նավերը, ինչ որ վճարումն է, տոկոս այդ վճարումներից եւս գալիս է Պոլսի բյուջե։ Եվ դա ահռելի մեծ գումարներ են։ Պոլսի քաղաքապետը Էրդողանը եղել է, գիտի, ինչ գումարների մասն է խոսքը։ Կլուչիվոյ, այն որ ասում է ամենակարևոր կետն է Թուրքիայի բացի նախագահից։ Եվ այս ինքը պետքա վերցնի իր տակ, որովհետև ինքը խնդրեմ ունի, ամեն ինչի խնդրեմ ունի, հիմնականում ֆինանս։ Սրանով պայմանավորված ինքը որոշում է, որ քայլ համար 1, որպեսզի Իմամօղլուն չկարողանա հավակնի նույնիսկ եթե բողոքները դուրս գան մինչև ընտրություններ, ասենք վաղը ժամկետից շուտ ընտրություններ լինեն, ինքը չմասնակցի, ասում է դիպլոմ չունես, այնի ասում ով ասես չունեմ, ունեմ, տունն եմ մոռացել, իսկ բանը երկրորդ փուլով ձերբակալում ասում է դու բան ես, քրդերի հետ աբեկչական գործողություններ ես գնացել, ինչ շատ տարօրինակ է, որտեղ մի ամիս առաջ դու Օջալանի հետ միասին հայտարարեցիք, որ էլ քրդերը ոնց որ նորմալ են, իրանք էլ չունեն տենց բան, չկա տենց խնդիր, քրդերը այդ ում հետ, որ հիմա դու մեղադրում ես, որ իրանք բան են, իրանք հայտարարեցին, որ էլ չեն անելու աբեկչություն, ինչ ես բռնում այդ մարդուն, ինչ թեմայով, 2 բողոքի ալիք բարձրացավ, 1 դիպլոմը, որը երիտասարդության համար կրիտիկական է, որտեղ շատ շատերը Թուրքիայում տենց են անում, ընդունվում են մի հատ Չ կլասի համալսարան, հետո տեղափոխվում են նորմալ բու։
ու պոլսի ուսանողության զգալի մասը տենց է։ Երկրորդ ձերբակալությունը սա միայն Իմամօղլուն չի։ Սա ամբողջ պոլսի թաղապետարաններով, բաներով, ասենք չգիտեմ, հայկական թաղամասի ղեկավարով, բոլորը ձերբակալված են, բոլորը նստած են, բոլորի վրա գործա բանի կոռուպցիայի կամ ինչ-որ տենց աբեկչության բանաներ, որը աբսուրդ է, շատ լուրջ աբսուրդ է։ Երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց, առաջի ժամերը դա 40, 50, 60 հոգի էին, ավել չէին։ Իրանք երեկոյան դարձան 400-500 հազար, իսկ այս 4 օրվա մեջ օրեր են եղել, որ միաժամանակ, երբ որ այդ պահին, որ սենց սլայս անես, կտրես, Պոլսը, Սմիրնան, Անկարան եւ բանը, Ադանան, այդ կողմի այդ քաղաքները, այ չգիտեմ Ադանայում եղել է թե չէ։ Այո, ինչ որ քաղաք էր անունը մոռացա։ Էական չէ, այս 3 քաղաքում պլյուս 1-2 փոքր այլ քաղաք միաժամանակ փողոցում եղել է 4.5-ից 5 միլիոն մարդ։ 4.5-ից 5 միլիոն մարդ։ Հիստերիան, որը տարածվում է բանի Էրդողանի կուսակցություն, դրանից է, որ ինքը 80 միլիոնանոց երկիր է, որի գրեթե 10%-ը այդ որտեղ ընդեղ էլի կան, ուղղակի չեն հաշվում։ 10%-ը փողոցում է, ասում է ռադեղի։ Սրանց բաց թող ռադեղի։ Հիմա ինչ վերաբերվում է բանին, քաղաքական ուժերը բացի Բաղչելիից կամ լռում են, կամ կանգնած են հանրապետականի կողքը։ Բաղչելին ասել է, որ ճիշտ են արել։ Հա, քանի որ Բաղչելին Էրդողանի մինյոն է, մի հատ է կա անդե Ադրբեջանից ֆինանսավորող էտել է հափորձում թփրտալ, բայց էդ էլ մի բան չի, տանձդեղ մի դրեք, вообще իգդիրցին, ադրբեջանցի։ Հա, իգդիր, հա, իգդիր։ Իսկ հանրապետականները հիմա այնպիսի վարկանիշ ունեն, այդ պրոցեսները, որ նկարագրեցի, հա, մինչև բողոքը, մինչև Իմամօղլուի ձերբակալություն, ասում եմ, բերեց նրան, որ հրապարակված հարցումների տվյալներով Էրդողանի կուսակցությունը եւս 5%-ով նվազեց, իսկ ինքը արդեն 3%-ով պակաս էր հանրապետականից։ Սա 5%-ով նվազեց, սա 4%-ով աճել էր։ Այս gap-ը, այս տարբերությունը նշանակում է, որ դու շանս չունես անցկացնես ոչ մի ուրիշ գործողություն։ Ընդհանրապես ոչ մի, դու բան չունես, հնարավորություն չունես, նույնիսկ սահմանադրական մեծամասնություն օգտագործելով ազգային ժողովում չես կարա։ Եվ այս է խնդրեմը, որ ինքը ասեց սրանց պիտի արանքից հանեմ, ինքը համարում էր, որ Իմամօղլուն կհանի, մի քիչ Պոլսը կբողոքի, բայց դե ինքը տենց վրով կանցնի։ Բայց քանի որ հանրապետականը հասկանում է, որ եթե սա փոխեց սահմանադրությունը եւ դարձավ պարլամենտական եւ ինքը նստեց վարչապետ, էլ փոխել չի լինի, որտեւ ինքը միշտ կկարողանա էլի գործ գայլերի տարբեր բաներ ստեղծել, դրանց հետ միավորվել եւ կոալիցիոն մեծամասնություն կազմում։ Այսինքն Էրդողանը եւ ԱԿՊ-ին կշարունակեն կառավարել, կտապալեն ամբողջ այն ժառանգությունը, իրանց համար քրիտիկական է Աթաթուրքի թողած ժառանգությունը պետական կառավարման իմաստով։ Այսինքն այն ամբողջ համակարգը, որը ստեղծել, բանակը արդեն ապականել է, այսպես կոչված գյուլենիստական հեղափոխության ըստ հանրապետականների։ Ինքը նա արդեն Աթաթուրքին ոնց որ բանը արել, հիմա տնտեսությունն է վերածել։ Հիմա ինչ վերաբերվում է այդ կադրին, որը տարածվել է։ Ես գրեթե վստահ եմ, որ այդ հատուկ կազմակերպած բանը ու հատուկ հայերի համար բռոս արած։ Այդ գորշ գայլերի սիմվոլը, Էնվերի Թալատի բաները, նկարները, գորշ գայլերի կուսակցությունը ասում է Էրդողանը պետք է մնա, էդ էլ ասա։ Էրդողանը պետք է գնա։ Կուսակցությունը ասում է Էրդողանը պետք է մնա, այսինքն չի մասնակցում այդ ցույցերին։ Հա։ Բաղչելին էլ է ասել է բռնել են լավ են արել, Ստոպ, չէ։ Բաղչելին գորշ գայլերը չեն, Բաղչելին ազգայնականներն են։ Կա գորշ գայլերի 3 կուսակցություն, որից մենակ մեկն է խոդի, բայց որը բան չի, Թալատ ու Էնվեր չի։ Իրանք մի հատ կին կար նախագահական ընտրություններին մասնակցում էր, շատ ակտիվ։ Բայց դա աչք քեմալիստ է։ Ինքը քեմալիստ է։ Էդ են գորշ գայլերը։ Աչք քեմալիստ է։ Այո, ինքը հիբրիդ է։ Նացիոնալիզմի ու քեմալիզմի ինքը քեմալիստների մեջից տարավ ու գորշ գայլերից խելքին մոտիկները տարավ։ Մնացած գորշ գայլերը հենց մարգինալ են, որ իրենց ոչ մեկ շան տեղ չի դնում։ Իրենց կարան օգտագործեն ինչ-որ օպերացիաների համար,
բայց իրանք բան չեն, էլի եմ ասում, այդ նկարները, այդ հատուկ արածա, հատուկ նպատակային, վստահ եմ, որ ադրբեջանցիների կողմից արածա մեր համար, որպեսզի ստեղ կտեր, կարող պայմանավորված, կարող ես դա շատ բարդ պատկերացնելու օպերացիա չի էլի, որովհետև այդ բանի, այդ բողոքի մեջ ոչ Գորժ Գայլերի փիլիսոփայությունը, ոչ Էնվեր Թալատ, ոչ Օսմանով։ Նացիոնալիզմը, բայց քեմալական նացիոնալիզմն է, ուրիշ նացիոնալիզմ է։ Չէ, բրատ, հիմիկվա բողոքները, գիտես ինչ կարգի բան են։ Պրոստը այս մարդուն խես ձերբակալ է, բաց թող, մեկ է թող հանգիստ ապրենք։ Այսինքն ստեղ չկա արտաքին քաղաքական, քանի որ բոլոր այդ մեծ ծանոթ թուրքական գաղափարախոսության կոմպոնենտները իրանք ուղղված են դեպի դուրս, դրանցից ոչ մեկը հիմա Թուրքիայի քաղաքական դաշտում ոչ մի որոշիչ դեր չի տանում։ Այսինքն չկա, որ բողոքողները ասում են, չէ, մենք բոլորս պետք է գնանք Եվրամիություն։ Ոչ էլ կա, որ չէ, մենք բոլորս պետք է կառուցենք Օսմանո կայսրություն։ Ոչ մեկի ոտերին չի արտաքին քաղաքականություն հիմա։ Ասում են ախպեր, մենք ենք ընտրել, բաց թող դրան։ Բաց թող։ Մեր թոշակները էլեկտորալ լիբերալ ժողովրդավարությունը չի եղել Թուրքիայում։ Հա։ Ընդհանրապես հնարավորությունը ոչնչացրել է, մնացել է էլեկտորալը։ Որ նույնիսկ եթե քրդական են ցախերը գյուղում հաղթում են, այդ գյուղը իրանցն է, որտեղ հաղթել են, էդ էլ է փաստել ոչնչացնել։ Հա, էտա։ Քանի որ ժամանակը բանա։ Օպա, լավ։ Արդեն ամփոփենք։ Ցես մի հետաքրքիր բան ասեմ, որ կարաս արձագանքես ու ավարտենք։ Ուրեմն Սերբիայում ցույցեր եղան մեծ։ Ասում են մինչև 350,000 եւ ավել մասնակից։ Սերբիայի բնակչությունը հաշվի առնելով ֆանտաստիկ թվեր։ Ամբողջ բան։ Ուրեմն սկզբից փորձեցին ցրել։ Հետ ասեցին, որ 50 հոգիա կազմակերպիչները կբռնեն կանցնի Վուչիչը։ Էլի մի հատ հիբրիդ կեղտոտ ռեժիմ։ Պուտինի հետ կապված։ Հետո ասեց մենք ժողովրդի ձայնը լսեցինք, գնացեք տներ, մենք հասկացանք ինչ որ փոփոխություններ կմասնեն։ Հետո ցեցին ցրել։ Բացի այդ կերպով փող վարչապետը Սերբիայի հայտարարեց, որ շնորհակալություն Ռուսաստանին, որի հետախուզությունը մեզ օգնեց ցրել ցույցերը, այսինքն տեղեկություն տվեց եւ այլն, երևի արբանյակային, թե որտեղ է կուտակումը շատ եւ այլն, եւ չգիտեմ ոնց, կարևոր չի։ Ռելոկանտները այնտեղ հարյուրավոր հազարներով են ապրել, այդ ռելոկանտների մեջ լիքը գերեուշնիկ կա։ Հիմա լսի բանը։ Ուրեմն դու ընդունում ես, որ քո երկրում ռուսական հետախուզությունը ուժեղ է։ Ինչո՞ խայտարակությունն է։ Կապ չունի է ռուսական, թե խորվատական, թե գերմանական։ Դու ընդունում ես, որ քո երկրում հարց լուծողը ուրիշ երկրի հետախուզությունն է։ Սա մեկ։ Երկրորդը Սերբիան հանելա իր դեմքը վարկելը ռուսական տարբերակին Ուկրաինայի մակում։ Դες բան չգիտեմ անում են թե չէ, հետապետել։ Եվ հայտարարել է, որ շնորհակալություն։ Ռուսաստանը վերադառնում է իր դերին, փորձում է Եվրոպայի ժանդարմ, այսինքն ամենտեղ որտեղ ազատ է խորժողը, գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի։ Եվ ակնհայտ է, որ Վուչիչը արդեն չի կարողանա ասել, որ ես գնում եմ դեպի Եվրոպա, բայց ուրույն ճանապարհով։ Ակնհայտ է, որ թեման փակվեց։ Ակնհայտ է, որ շատ դժվար է իրեն լինելու առանց արտաքին աջակցության, որտեղ ռուսը զորք չի կարող մտցնի Սերբիա։ Դա Բելարուսիա չի, էլի, ինքը կարա ինչ-որ օգնի։ Առանց արտաքին աջակցության իրեն իշխանությունը պահելը որքան գնալու բարդանալ։ Ոնց եմ կրկնում, ոչ Հունգարիան է զորք մտցնելու Սերբիա, ոչ Ռուսաստանը։ Դու ինքդ պետք է կարողանաս տակից դուրս գաս, ոնց ուզում ես դուրս։ Ակնհայտ է, որ մենք տեսնում ենք ինչա կատարվում Հունգարիայում, որտեղ նոր լիդեր է Օրբանի շրջապատից, որտեղ բացի Օրբանի շրջապատից, ասենք, բաներ չկա, այդպես է, մի երկրում, որտեղ դոմինանտ քաղաքական ուժ է ձևավորվում, ամբողջ քաղաքական կյանքը այդ դրա մեջ է բանա, էլի, եփվում։
Դա համար Պետր Մադրյանը 20 քանի տարի եղել է այդ կուսակցության անդամ, պաշտոններ է զբաղեցրել եւ այլն։ Որը իրենց պոպուլար է եւ էլի ահռելի մարդիկ են դուրս գալիս, անկախության օրվա տոնելում Օրբանի միտինգին ավելի քիչ ոմանք մասնակցել, քան Մադրյանի միտինգին, իր հունգարական տրադիցիոն գուսարական այդ բանով, ինչ են ասում դրան, չգիտեմ, հա, կամզոլ ոնց որ դա, կամզոլով դուրս է գալիս եւ այլն, ինչ որ հայրենասիրական եւ դեմոկրատական Եվրոպա եւ այլն այդ մյուսը Թուրքիայում տեսնում ենք ինչա կատարվում։ Սա դա է ժողովուրդների եւ եվրոպական ինչի թաքցնենք, եվրոպական պետությունների արձագանքն է եվրոպական միությունը լուծարելու Մոլոտով-Ռիբենտրոպ 2-ի որոշմանը։ Եվ վերջում պարզվելու է, որ լուծարողն է լուծարվելու շատ հնարավոր է, գոնե մեկը առնվազն մեկին գիտե։ Այտենց է պատմությունը ցույց տալիս, միշտ այտենց է։ Ես ուղղակի Վուչիչի հետ կապված մի բան էլ ասեմ, Կուշները, Տրամպի փեսան, գնել է Բելգրադում գտնվող Հարավսլավիայի գլխավոր շտաբի շենքի փլատակները, որտեղ ինքը պետք է հերթական Տրամպ բիլդինգը, Տրամպ Թավերը կառուցի։ Կազինո, հասարակատուն եւ այլն։ Այո, դե հասարակատուն նորմալ է, հա, Բելգրադի։ Այդ բանի մեջ էլի։ Մեծ էս ուղղակի Մոլոտով-Ռիբենտրոպին բան էլի, դապալում է ասած։ Հասկանալի է։ Ու հիմա 21-րդ դարն է, սեփական ժողովրդի դեմ պատերազմ վարելը այդքան հեշտ չի։ Եվրոպան մերձավոր արևելք չի էլի։ Այդ պետք է հաշվի առնել։ Նույնիսկ Թուրքիան արդեն կիսա մերձավոր արևելք է, որ մնաց եվրոպական երկրները։ Եվ սա շատ հետաքրքիր թեմաներ են, սրա մասին խոսելու ենք։ Ես մի փոքր ավելացնեմ Ռազմուսյանի հետ կապված, որովհետև խոսում են, այն ինչ որ մենք հիմա խոսում ենք, եւ այն ինչ որ Ռազմուսյանը ասեց, մոտավորապես, տես, խնդիրը գիտես որն է։ Եվրատիպից որպես ՀԿ մասնակցել է այդ հանդիպմանը, խնդրեմ։ Այո։ Քաղաքացիական անձնանն է։ Խնդիրը, որը ներկայացրեց Ռազմուսյանը, հետեւյալն է։ Հայաստանը այս պահին ունի բացեր արտաքին քաղաքականության մեջ։ Եվ Rasmussen Global կազմակերպությունը, որը խորհրդատվություն է մատուցում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, աշխատում է, որպեսզի այդ բացերը լրացնի։ Այսինքն Հայաստան Եվրամիություն հարաբերությունների ինքը ասեց Հայաստան Եվրատլանտյան անշուշտ, որտեղ ինքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է եղել։ Սա մեզ մոտ տարածվում է, բայց մոռանում են, որ ինքը նաև եղել է Դանիայի վարչապետը բավականին երկար եւ ինքը տենց կոնսերվատիվ լիբերալ հայացքների տերա գրքեր ունի գրած տնտեսության, այսինքն ինքը բավականին լավ կուսակցության ղեկավարն է։ Այո, ինքը բավականին լավ դիտելիքներ ունի, այո, բավականին լավ տիրապետում է նաև տնտեսական հարցերին եւ այս բոլոր սպեկտրով parz-ը չհասցրեցինք անցնել, մենք անցանք բանով։ Ինքը ասաց, որ ինքը սա է անում, ինքը պատրաստվում է Հայաստանին օժանդակել դիվերսիֆիկացնել քաղաքականությունը, սուր հարցերին պատասխանում է շատ դիվանագիտորեն, չնայած որ ասեց, որ գիտես ոնց դե մարդու այն ժամանակ, որ Ուկրաինան եւ Վրաստանը ստացան ՆԱՏՕ-ի բան, պայմանական կանաչ լույս։ Այսինքն ինքը ագրեսիվորեն ՆԱՏՕ-ի ընդլայնման կողմնակից էր, ագրեսիվ։ Եվ ինքը շատ ճիշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, ինչը parza դիվանագիտական բաներից ելնելով չի ասում, որտեղ դե մեր կառավարությանը դա հաստատ դուր չի գա։ Ինքը ուղղակի ասում է, որ այս բանն 3 գլխավոր միտք, որը ասեց, որ Հայաստանը որպիսի շատ հեռվում տեսանելի է, բայց ինքը շատ հեռվում է Եվրամիության անդամակցության այդ բանը քայլը անի, ասում է հիմա այս պահին դա սխալ է, որովհետև դուք Կոպենհագենի բաներ կան, կոնվենցիա կա, կոնվենցիա չի, համաձայնագիրն է, որը այդ բանից մի կողմ է։ Հիմա կա սեպան պետք է իրականացվի, այս ամբողջ process-ները պետք է աշխատեն։ Բայց կա այդ Կոպենհագենը, որին որ դուք պետք է համապատասխանեք, որպիսի դուք կարողանաք կոպիտ ասած դիմեք։ Ճիշտ ասած ես էլ հարց չտվեցի, ինչի Մոլդովան համապատասխանում էր, որ տվեցիք, թե չէր համապատասխանում, բայց թողենք այդ մի որ Ուկրաինան, Մոլդովան քաղաքական որոշում էր։ Հա, պատերազմից դրդված։ Նրանք ասել են։ Ասում եմ, չէ, ես ուղղակի որ խոսակցություն չտանեմ ուրիշ տեղ,
որ չստացվի որ բանը, այդ մեկ։ Երկրորդը, որը որ շատ կարևոր էր ինքը նշեց, դա խաղաղության հարցն էր, որ մարդկանց հետաքրքրում էր, թե ոնց պետք է այդ խաղաղությունը լինի, դասական ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար սկզբից այնինչ որ պետք է ասել, ասեց, վերջում սենց ժպտաց, գլուխը կախեց, բարձրացրեց, ասեց, դե գիտեք ինչ, որպեսզի խաղաղություն լինի, պետք է լիքը զինված լինեք։ Ու ասում լավ է, որ Ֆրանսիան ձեզ օժանդակում է այդ հարցը։ Եվ երրորդը, որը որ արդեն տենց մի փոքր բանով հարցադրումը գնաց, դե այնտեղ միշտ ներկա են, չէ՞, մարդիկ ովքեր իրականում ստեղ բան ունեն, Պուտինի նակոլկեն աստեղ սառոճկի տակ մեջքին է բան, ուրիշ մի հատ նակոլկա է, ասենց իրանք այտենց սկսեցին այդ բանը տանել, ինքը ասեց, որ այդ բոլոր մնացած հարցերը իրականում երկրորդական են, կարևորը որ այդ ձեր ցանկությունը լինի, դուք սկսեք իրականացնել ու կոպիտ ասած, զինվեք, պատրաստ լինեք, որովհետև եվրոպական դիտորդների ներկայությունը, Հայաստանի մեծ հաշվով Հայաստանի հանդեպ դրական իմիջը եւ այլն, այդ բոլոր հարցերը հեշտացնում են։ Ուղղակի ոնց որ բանի մեջ է, էլի, սա պետքա իր հունով գնա։ Անկայուն զարգացում պետքա չլինի։ Դե ոնց հասկացա, ինքը բավականին մեծ ազդեցություն ունի նաեւ Եվրոպայում նախկինում բարձր պաշտոններ գրաված անձանց, ովքեր միշտ մնում են քաղաքականության մեջ, ուղղակի երկրորդ դերում Եվրոպայում ընդունված չի հավերժ մնալ իշխանության։ Դե էս ունենք Ռազմուսենն վարչապետը եղել ՆԱՏՕ-ի քարտուղար բան։ Հիմա ինքը պակաս ազդեցություն չունի, քանց երբ որ ՆԱՏՕ-ի քարտուղար էր, բայց ոնց որ պաշտոն չի զբաղացնում։ Շատ դրական եմ գնահատում ես հանդիպումը ինֆորմացիան, որը ստացա, նորից վերահաստատվեց, որ հայկական հասարակությունը այդ թվում think tank-երի մակարդակով, որ այնտեղ հավաքված էին, ինքը սենց բավականին բան է, տատանվող է, բուն արևմտյան Եվրատլանտյան ինտեգրացիայի կողմնակից շատ քիչ կար, բայց կար։ Ամենակարևորը, որ այն ինչ որ ասում է Ռասմուսենը եւ այնինչ ինքը փաստորեն անում է, դա այն է, ինչը մենք առաջ ենք տանում։ Փաստորեն Քան բան հենց որ սա լավ ալնելու չվախեք։ Շնորհակալություն բանը հանրայնացնելու համար այդ հանդիպումը, որտեղ կարևոր է։ Շնորհակալություն եմ հայտնում քեզ, իհարկե, քո ժամանակի համար եւ շնորհակալություն բոլոր նրանց, որ մեզ լսում են, աջակցում են, որ իրենց թանկարժեք ժամանակը ծախսում են մեր այս եթերը լսելու վրա։ Մինչ հանդիպում, հաջողություն, ամեն ինչ լավ կլինի։